Արդյոք Հայաստանի տնտեսությունը իրոք աճում է։ 22 թվականին, երբ որ մենք ունեցանք 12%-ից ավել տնտեսական աճ, դրա մոտավորապես կեսը պայմանավորված էր հենց այդ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված գործոններով։ Դա ասում է Հայաստանի ֆինանսների նախարարը։ Խոշոր հարկատուների տասնյակը դրանք ընկերություններ են, որոնք հենց այդ էֆեկտի վրա են գումար վաստակում։ Այդ ցուցակը մի քիչ խաբուսիկ է, բացատրեմ թե ոնց։ Խոշոր ընկերությունների ազդեցությունը մեր հարկային եկամուտների վրա շատ սահմանափակ է։ Ու շատ փոքր ավելի, քան մենք պատկերացնում ենք։ 2013 թվականի դեկտեմբերին երկու պայմանագիր ենք ստորագրել, համաձայնագիր, որոնք իրականում երևի թե պատմության ամենացավալի համաձայնագրից մեկն է տնտեսական առումով։ Փոխարինում ենք մի կախվածությունը Ռուսաստան-Վրաստան, Թուրքիա-Ադրբեջան կախվածությամբ։ Հայտարարությունները շատ են, որ Արցախը պահելու գինը եղել է ԵԱՏՄ-ի անդամակցությունը։ Ռուսաստանը ասում է՝ «Մի րոպե, ես չեմ ուզում դուք դիվերսիֆիկացնեք, ես ուզում եմ դուք կախվածություն ունենաք»։ Որոշակի համոզմունք ունեմ, որ առաջիկայում ամեն դեպքում գազի գինը կբարձրանա։ Եթե չեք ուզում, ընդհանրապես չեմ ծախի ու դուք կմրսեք ձմեռը։ Համաձայն չեմ, որ այդ կախվածությունը այդ աշճան լինի Ադրբեջանից։ Ողջունում եմ Հոմոդեուսի հավատարիմ լսարանին, այսօրվա իմ հյուրն է Հայկազ Վանյանը։ Ողջույն Հայկազ ջան։ Ողջույն Դավիթ ջան։ Ինչպե՞ս ես։ Լավ, դու ո՞նց ես։ Շատ լավ։ Մեր ոդքասթը անմիջական ոդքասթ է, այնպես որ մենք եթերի ընթացքում շփվում ենք այնպես, ինչպես կյանքում, իսկ մենք կյանքում ծանոթ ենք արդեն։ Իհարկե։ Ինձ բախտ է վիճակվել լինել քո ուսանողը եւ խորհուրդ եմ տալիս բոլորին կյանքում մի անգամ լինել Հայկազի ուսանողը։ Շնորհակալ եմ։ Հայկազ ջան, դու մասնագիտությամբ տնտեսագետ ես եւ Հայաստանի տնտեսությունը այժմ շատ վիճելի վիճակում է, որովհետեւ շատերը նշում են, որ մենք ունենք շատ լավ տնտեսական հաջողություններ, իսկ շատերը նշում են, որ դա պայմանավորված է 2022 թվականի ուրիշի ռիսկերով, ուրիշ երկրների ռիսկերով, մենք ուղղակի տենց լավ փափուկ բարձ ունեցանք, որի վրա նստեցինք։ Հիմա հարցը հետեւյալն է. արդյոք Հայաստանի տնտեսությունը իրոք աճում է։ Հայաստանի տնտեսությունը իրոք աճում է։ Բնականաբար այն մարդիկ, ովքեր ասում են, որ դա մասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, իրենց ասացի մեջ ճշմարտության հատիկ կա։ Օրինակ 2022 թվականին, երբ որ մենք ունեցանք 12%-ից ավել տնտեսական աճ, դրա մոտավորապես կեսը պայմանավորված էր հենց այդ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված գործոններով։ Ու դա ես չեմ ասում, դա ասում է Հայաստանի ֆինանսների նախարարը։ Հետևաբար այո, այն մարդիկ, ովքեր ասում են, որ ռուսական էֆեկտի ազդեցությունը կա մեր տնտեսության վրա, իրենք ճիշտ են։ Բայց ասել, որ դա բացառապես պայմանավորված է ռուսական էֆեկտով, բնականաբար այդտեղ չափազանցություն կա։ Մեր տնտեսությունում կան ուղղություններ, որոնք պայմանավորված չեն ուղղակիորեն ռուս-ուկրաինական էֆեկտով եւ աճում են։ Ասեմ ավելին։ Առաջիկայում ես համոզմունք ունեմ, որ մեր տնտեսական աճը շատ ավելի այսպես ասած մեծ է լինելու, քան թե նախորդ ժամանակահատվածներում մենք արձանագրել ենք։ Նկատի ունեմ օրինակ 2025 թվականին, 24 թվականին։ Հիմա կասես ինչով է դա պայմանավորված։ Իսկ որ ոլորտներն են, ես դա ուզում ասել, որ հաստի ինչ որ ոլորտներ կան, որոնք ընդհանրապես կապ չունեն Ռուսաստանի հետ պատերազմի հետ, բայց աճում են։ Այո, օրինակ մենք ունենք դրական էֆեկտներ նաև մասամբ իրականում կապված ՏՏ ոլորտը եւ կապված այն մեծաքանակ մարդկանց հետ, որ եկել են եւ բնականաբար մեր տեղական, ընկերությունները, որոնք որևէ առնչություն չունեն, այսինքն չեն ներգրավել մարդիկ Ռուսաստանից, իրանք եւս աճում են այդ արտահանում ունեն։ Մենք հիմնական ծառայությունների արտահանումն է, մենք մի ուսումնասիրություն ենք արել տարիներ առաջ, մոտավորապես կարծում եմ հիմա արտահանումը ՏՏ ծառայությունների, որը Հայաստանում իդեպ լավ չի հաշվառվում։ Այսինքն այն պաշտոնական տվյալները, որ մենք տեսնում ենք, այդքան էլ ճշգրիտ չեն, մենք այլընտրանքային տարբերակներով, բայց շատ հավաստի եղանակով գնահատել ենք, մենք բավականին լուրջ արտահանում ունենք ՏՏ ծառայությունների։ Ասենք խոսքը գնում է երևի թե 1.8-1.9 միլիարդ դոլարի մասին։ Հիմա առաջիկայում, երբ որ օրինակ արհեստական բանականության երկու գործարան ունենք, գործարկվի Լիդիան Արմենիան, երբ որ սկսի արդեն արտադրանք տալ, ես կարծում եմ առաջիկա ամիսներին արդեն Լիդիան Արմենիան էլ կտա արտադրանքը, մենք կունենանք բավականին այսպես մեծ տնտեսական աճ այդ մի քանի խոշոր ձեռնարկության հաշվին։ Մենք նույն օրինակ խոսում ենք Firebird-ի, հայտնի գործարանի մասին, 4 միլիարդ դոլար ներդրումով, դա ենթադրում է տարեկան մի քանի 100 միլիոն դոլարի, եթե ոչ ավել, ծառայությունների արտահանում երկրից։ Այլ բանա, որ դրա արդյունքում օրինակ շատ աշխատատեղեր չեն ստեղծելու։ Սահմանափակ էֆեկտ է, էլի։ Հա, ես նշել էի նախորդիվ մի անգամ այդպիսի մի դեպք եղել է Իռլանդիայում,
2015 թվականներ, եթե չեմ հիշում, Apple-ը իր մտավոր սեփականության այդ օբյեկտները գրանցել էր Իռլանդիայում, արդյունքում Իռլանդիայի հնան 24% աճել էր, հա, այդ դրա արդյունքում։ Բնականաբար մեր մոտ մի քիչ իրավիճակը այլ է, նույն այդ գործարանները, որ աշխատում են, էլեկտրոէներգիա են օգտագործում, եւ հիմնականը էլեկտրոէներգիա են, հա, օգտագործում։ Գալիս են սարքավորումներ դրսից, կառուցում են այդ գործարանը եւ տեղականում մենակ էլեկտրոէներգիան, որ օգտագործում են։ Բնականաբար դա նաեւ էլեկտրոէներգիայության ոլորտի վրա դրական ազդեցություն կունենա։ Մենք օրինակ տեսնում ենք այդ storage-ների, հա, որ կառուցում են արդեն նույնիսկ որոշակի թույլտվություններ ստացել են կառավարությունից։ Դրանք բավականին նպաստել են մեր տնտեսությանը։ Հիմա նույնը Լիդիան Արմենիայի դեպքում այդ ոսկին, որը Հայաստանից արտահանվելու է եւ գիտեք ոսկու գինը, գիտես ինչ բարձր մակարդակին է այս պահին, բնականաբար մենք ունենալու ենք այդ առումով օրինակ մեր արտահանումը բավականին մեծ է լինելու, ունենալու ենք տնտեսական աճ որոշակի, բայց դրանից հասարակ քաղաքացիները շահելու են, թե դա ուղղակի պայմանավորված է նրանով, որ օրինակ եմ ասում, Լիդիան Արմենիան արտահանում է ոսկի, նրանից շահում է Լիդիան Արմենիայի սեփականությունը եւ որոշակի աշխատողներ, որոնք այնտեղ աշխատում են, եւ ընդհանուր տնտեսության վրա այդ գումարը գլխավորապես մեծ ազդեցություն չի անում, եթե հետ չի պատտվում նորից մտնում ներդրումների տեսքով տնտեսության մեջ, եթե չի ընդլայնվում այդ գործարանների ցանցը, որտեղ աշխատատեղերը կավելանան եւ այդպես շարունակ։ Իրականում տես, ինքը մի քանի ձև է տնտեսական էֆեկտը դրսևորվում։ Առաջինը մենք ասում ենք ուղղակի ձևով, հա, երբ որ աշխատողներ են աշխատում, անուղղակի ձևով, երբ որ այդ ընկերությունը պետքա ձեռքբերումներ անի, սկսած նրանից, որ էլեկտրոէներգիա լի պետքա օգտագործի, որոշակի նյութեր գնի, հա, սեփական գործունեության կազմակերպման համար, եւ բնականաբար մարդիկ երբ որ աշխատավարձ են ստանում, խոսքը մոտավորապես, եթե չեմ սխալվում, 1000 աշխատատեղի մասին է խոսքը, գնում 700-ից 1000 աշխատատեղի մասին է գնում, բնականաբար այդ մարդիկ օգտվում են շրջակայքում գտնվող խանութներից, հյուրանոցներից, ռեստորաններից, որոնք ունենում են եկամուտ եւ այսպես այդ էֆեկտը տարբեր sense մակարդակներով գնում հասնում է ավելի ընդգրկուն, հա, շրջանակի շահառուների, բացի այդ կառավարությունը հանդիսանում է բաժնետեր Լիդիան Արմենիայում։ Ճիշտ է, այդքան էլ չեմ հավանում այդ մոտեցումը, որը իրանք շատ կասկածելի, այսպես ասած, հիմքով տեղի ունեցավ, երբ որ բաժնետոմսերի մի մասը փոխանցեցին կառավարությունը երաշխիք տվեց, ոնց այսպես ինչ որ գործարքներ էր տեղի ունենում, երաշխիք տվեց, որի հիման վրա բանկերը ֆինանսավորեցին։ Ամեն դեպքում նաև այդ զուտ շահույթի մասը պետական բյուջե որպես դիվիդենդ, հա, պետության ստացած դիվիդենդ մենք բոլորս դրանից շահելու ենք։ Բավականին լուրջ հարկեր են վճարում, ռոյալթիներ են վճարում։ Ռոյալթին այդ մետաղական հակագործության ոլորտում հաշվարկվող վճարը է, ընդերքի օգտագործման վճարն է, ռոյալթին, որը մենք օրինակ եթե համեմատենք պայմանական Զանգեզուրի պղնձամոլորակային կոմբինատը, որը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է, որ պատկերացնես իր հասույթը ինչքան է, մոտավորապես 300 միլիարդ դրամի մասին է խոսքը գնում։ Մի ընկերություն Հայաստանում, որի հասույթը, այսինքն այն ապրանքը, որ ինքը վաճառում է, 300 միլիարդ է կազմում։ Եթե ոչ 300 միլիարդ, բայց 150-200 միլիարդ ամենայն հավանականությամբ տարին կլինի, այո, Լիդիանի հասույթը։ Հետո ամեն դեպքում մենք որոշակի, այսպես ասած, բենեֆիտներ ստանալու ենք, շատ թե քիչ, մի դեպքում ավելի սահմանափակ, մի դեպքում քիչ ավելի շատ։ Իսկ որ ենք վաճառելու այդ ոսկին։ Ես կարծում եմ ոսկին վաճառելու խնդիր երբեք չի եղել։ Հա։ Հիմնականում ոսկին դա բորսայական ապրանք է, այսինքն բորսայում է վաճառվում եւ գնորդը արդեն ինքն է ասում, թե որտեղ բերվի։ Հայաստանի դեպքում մենք քանի որ չունենք ձուլարան, որտեղ մաքուր ոսկի ենք ստանում, հա, մենք ստանում ենք այսպես կոչված դորե ոսկի։ Դա արծաթի եւ ոսկու համաձուլվածք է, հետո տանում են ամենամոտիկ refinery-ին, այդ մետաղաձուլարանը։ Մեր մոտ տարածաշրջանում մոտիկ կա Ստամբուլում եւ Շվեյցարիայում հիմնականը։
տանում են այնտեղ, արդեն մաքրում են, ստանում են ոսկի, ինքն արտանման ուղղությունը, որ նայեք պաշտոնական տվյալներով, լինելու է օրինակ Շվեյցարիա, բայց այնտեղ բնականաբար դա մաքրվում է, ստանում են ոսկի ու այդ ոսկին արդեն բորսայում վաճառվում է, գնորդը ինքն է ասում, թե որտեղ առաքումը կատարեն։ Կարա նույնիսկ տեսականորեն գա Հայաստան։ Այսինքն չէ որ մեր ոսկեչական գործարաններ ունենք եւ այլն։ Մատ հետաքրքիր գաղափարի մասին եմ ուզում ասել։ Տարիներ առաջ խոսակցություն էր գնում Հայաստանում ոսկու մետաղաձուլարանի հիմնան գաղափարի մասին, եթե չեմ սխալվում, նույնիսկ կենտրոնական բանկներ ինչ որ մի ձև ասոցիացում այդ գաղափարի հետ։ Եթե իհարկե Հայաստանում հաջողվի այդ մետաղաձուլարանը հիմնել, դա բավականին հետաքրքիր տնտեսական էֆեկտներ կտա։ Այսինքն այդ արժեշղթան, որը մենք շատ խոսում ենք, երկարացնենք Հայաստանում գործող պատկերացրեք մետաղաձուլարան լինի ոսկու մասով, դա ենթադրում է լրացուցիչ աշխատատեղեր, դա ենթադրում է նույն հոսանքի օգտագործում, կապիտալ ներդրումներ, այդ ամեն ինչ արդեն կմնա մեր երկրում, որը բնականաբար դրական է։ Երբևէ մտածել եք իրականում գիտական տեսանկյունից հնարավոր է արդյոք տեղափոխվել անցյալ կամ ապագա։ Այս հարցի պատասխանն ունեն միայն ֆիզիկոսները։ Հուլիսի 18-ին ժամը 18:00-ին այստեղ մեր բոլորի կողմից սիրված Բաքում հավաքվում ենք Homodeus People-ի երկրորդ թողարկման շրջանակներում, որտեղ կհանդիպենք Հայկ Սարգսյանի հետ։ Հայկ Սարգսյանը մեզ կպատմի, թե հնարավոր է արդյոք ստեղծել ժամանակի մեքենա ու տեղափոխվել անցյալ կամ ապագա։ Մասնակցության համար անցեք հետևյալ QR կոդով, գրանցվեք եւ ձեզ հետ կկապվենք ու կօգնենք կատարել ձեր ամրագրումը։ Տեղերը սահմանափակ են, ընդամենը ինչքան տեղեր 30 տեղ ընդամենը շտապեք։ Իսկ այդ տնտեսական էֆեկտները հնարավոր է արդյոք որ Ռուսաստանից եկած այդ տնտեսական բարիքները եւ տնտեսական ակնկալիքները ունեն ինչ-որ կողմնակի էֆեկտներ, side էֆեկտներ, օրինակ, IT պրոդուկտների արտահանումը մեր մոտ միշտ է տենց եղել, գրեթե մեր մոտ հայկական ընկերությունները շատ քիչ կան, որոնք արտադրում են ներսի համար։ Խոշորները հիմնականում արտահանում են իրենց ծառայությունները, բայց մնացած ոլորտները, որոնք որ հիմնականում աճ են գրանցել, դա սկսել է աճել այն ամենավատ պերիոդում, այսինքն երբ որ COVID էր, երբ որ պատերազմ էր, մեկ էլ 2022-ին, 21-ից հետո ինչ որ գլոբալ ռեֆորմներ չկան, ինչ որ գլոբալ աշխատանքները տուգությամբ չկան ու մեկ էլ հոբ սկսում է աճել մեր տնտեսությունը։ Ոչ միայն մերը։ Տասնյակում նաև Վրաստանին է, հետո Ղազախստանին է, Ռուսաստանին է։ Խոշոր հարկատուների տասնյակը, որ ուսումնասիրում ենք, 10-ից ասենք 7-6-ը դրանք ընկերություններ են, որոնք հենց այդ էֆեկտի վրա են գումար վաստակում։ Ոնց էր, չգիտեմ, Pretty Way ընկերությունը, որը էլեկտրոնտեխնիկայի ընկերություն է, Mobile Center-ը, որը էլեկտրոտեխնիկայի ընկերություն է, եւ այդպես ցուցակում էլի շատ ընկերություններ, որոնք որ ցուցակը մի քիչ խապուսիկ է։ Բացատրեմ թե ոնց։ Օրինակ երկու ընկերություն կա, Pretty Way եւ Mobile Center-ը, որոնք հիմնականում էլեկտրոտեխնիկայի ռեէքսպորտ են անում։ Դա բոլորին հայտնի է, հա, ամերիկյան ընկերություններին եւս, որովհետեւ բարձր չէ, որ մենք չենք կարող օրինակ օգտագործենք օրինակի համար, ասենք 20 միլիոն iPhone 500,000 iPhone։ Չի կարող լինի մեր երկրում այդպես։ Չի ստացվում այդպեսի բան։ Հետաբար մարդիկ, որոնք ուղարկում են Հայաստան, շատ լավ գիտակցում են, որ այդ ապրանքը գնալու է Ռուսաստան։ Բոլորը համաձայն են, դեմ կողմ չկա, այստեղ բոլորը բանի հետ կապված են։ Ինչ վերաբերում է հարկերին։ Այդտեղ ընկերություններից մեկը ինքը հարկերը վճարում է, ոնց է ստացվում, հա, մենք տեսնում ենք օշուր հարկատների ցանկ, տեսնում ենք, որ հրապարակվում է, օրինակ շատ առաջի հորիզոնականում, երկրորդ հորիզոնականում, հա։ Ինքը վճարում է տեղական մեկ այլ ընկերության, որը վերարտահանում է Ռուսաստան։ Այդ երկրորդ ընկերությունը, որը վերարտահանում է Ռուսաստան, սահմանի վրա հետ ավելացված արժեքի հարկը հետ է ստանում, որտեղ ինքը արտահանել է։ Հետևաբար այդ խոշոր ընկերությունների ազդեցությունը մեր հարկային եկամուտների վրա շատ սահմանափակ է։ ու շատ փոքր ավելի, քան մենք պատկերացնում ենք։ Շատ ավելի փոքր է հարկային եկամուտների վրա։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ մենք օրինակ ավտոմեքենաների մասով մի հատ այդպիսի ուսումնասիրություն արեցինք, ավտոների մասով շատ ավելի մեծ էր այդ ազդեցությունը, որովհետև այնտեղ բերում էին Հայաստանում վերանորոգում էին, հա, տնտեսական էֆեկտների մասին եմ ես խոսում։ Ասենք սկսած փոխադրումից, որ օրինակ Գյումրիից պետք է տեղափոխել Աբովյան, որտեղ վերանորոգողն է, հա, այդ մեքենաները, այդ քարշակները, որ բերում էին մեքենաները, վարպետները, որոնք աշխատում էին վերանորոգման վրա, դրանք բնականաբար տնտեսական էֆեկտներ են տալի։ Էլ չեմ ասում, որ մեր շատ հայրենակիցներ, որ փոքր գումարներ ունենալով
ներդրում էին անում, բերում էին մեքենա, վերանորոգում էին ու վաճառում։ Բնականաբար իրանց շահույթը տեղ աշխատելով։ Հիմա այն էլեկտրատեխնիկայի դեպքում կամ օրինակ ունենք նաև ոսկու, հա, հակառակ ուղղությամբ։ Ռուսաստանից բերում ենք ոսկի, տանում ենք Արաբական Միացյալ Էմիրություններ, Հոնկոնգ, այսպիսի երկրներ։ Մեր տնտեսական էֆեկտը Հայաստանի համար շատ փոքր է եղել։ Ու նաև եթե փորձենք հասկանալ պետական բյուջեի եկամուտների առումով, էլի բավականին սահմանափակ է եղել։ Դա այն մեծ գումարները չի, որ առաջին հայացքից կարելի է պատկերացնել։ Այսինքն այն թվերն էլ, որ մենք տեսնում ենք, որ մեծ հարկերի տեսքով իբր մտնում է մեր երկիր, իրականում մի փոքր դրանց ազդեցությունը ավելի քիչ է, քան մենք Ես չեմ ուզում դատում ենք։ այնց ստացվի, որ ես թերագնահատում եմ այդ ռուսական օրինակ բանկերի դեպքում մենք ունենք առանձին բանկեր, որ բավականին լուրջ կարողացել են հա միջնորդական գործունեություն իրականացնել ռուսական եւ ամերիկյան լավ արևմտյան բանկերի միջեւ եւ ստանում են շատ բարձր շահույթներ, այդ շահույթից տալիս են շահութահարկ, որը բավականին շոշափելի է։ Անցած տարի ես հիշում եմ մենք ունեինք ավելի քան 400 միլիոն, եթե ճիշտ եմ հիշում, 400 միլիոն ներողություն 400 միլիարդ դրամ շահույթ գեներացված բանկային համակարգում։ Նույնիսկ մի պահ ես լսել եմ, որ բանկերից մեկը ժողով է գումարել, որ քննարկի արդյոք բոնուսները տալու է իր վարչության անդամներին նրա համար, որ պլանները այդքան գերակատարվել են, այդ 2023-ի եւ 24 թվականի տենց պատմություն տարպես։ Ես գիտեմ, որ տվել են, բայց նենց գումարեր, որ նույնիսկ կավատային էլ մարդիկ գործի չգային, այդքան մեծ գումար էր։ Շատ մեծ մեր բանկային համակարգում մենք ուսումնասիրել ենք այդպես։ Մի հատ վիճակագրություն ենք անել 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում քանի մարդ կար, որ ստանում էր օրինակ 2 միլիոն դրամ եւ ավել գրոս ոնց որ աշխատանքի վարձատրություն ու հանել ենք այդ նույնը 2023 թվականի սեպտեմբերին, ասենք 3 անգամ ավելացել էր։ Բնականաբար դա այնպես չի որ բոլորը բանկերների հաշվին էր, դա հիմնականում նաև Ռուսաստանից Հայաստան եկած այդ ՏՏ ոլորտի մասնագետներն էին, որոնք բավականին բարձր էին ստանում, այն ամենամրցունակ, ամենամոբիլ խավներ եկել, հա այդ մասնագետների Ռուսաստանից Հայաստան։ Դրանց մի մասը Հայաստանում շարունակում են իրենց գործունեությունը, բայց մի զգալի մասը մեկնել է այլ երկրներ, որտեղ ի սկզբանե Հայաստանը չէր համարվում որպես, այսպես ասած, վերջնական ուղղություն, որտեղ մարդիկ ցանկանում էին գա։ Այսինքն եկան Հայաստան, ինչ որ ժամանակ անցկացրեցին ու գնացին։ Ինչ որ ժամանակ անցկացրեցին, մի մասը հետ գնաց Ռուսաստան, որովհետև եթե հիշում ես, այնտեղ բանակի հետ կապված զորահավաքային մոբիլիզացիային իրականացրել, շատ մարդիկ դրանից խուսափելու համար ես ծանոթներ ունեմ ռուս, որ ուղակի հայտարարություն լսել էին, բացել էին ավիաընկերությունների ոնց որ կայքը, առաջի ուղղությունը, որտեղ առանց այդ արտասահմանյան անձնագրի, ռուսական արտասահմանյան անձնագրի եւ վիզայի կարելի էր գնալ, ասենք Հայաստան սեղմել էին ու եկել էին, իրենց համար միևնույն էր, իրականում Հայաստանը կլինի, Վրաստանը կլինի, թե Ղազախստանը կլինի, ուղղակի իրանք եկել էին, որպեսզի խուսափեն հնարավոր զորակոչից։ Մի մասը մնացել է Հայաստանում, մի զգալի մասը գնացել է, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Վրաստան, Պորտուգալիա, Իսպանիա։ Մենք որ նայում ենք, օրինակ շատ են հաճախ խոսում, թե ինչքան հարկային արտոնություն տանք, որ այդ մարդիկ մնան Հայաստանում։ Ես մի քանի տարի առաջ Պորտուգալիայում էի, գնացել էի նաև այցելելու իրանց, այսպես ասած, այդ IT կենտրոններում, հա, հաբերում հասկանալու ինչ է կատարվում, երբ որ նայում ես այն նույն սկսած պայմաններ, հա, շատ Ռուսաստանի քաղաքացիները արև ծով, հա, այդ համատեղությունը ամեն դեպքում Եվրոպայում առանց վիզաների ճամփորդելու հնարավորություն եւ այլն այդ ամեն ինչը կա, դա գրավիչ է լինելու, անկախ նրանից մեր մոտ հարկերը, սենց ասեմ, նույնիսկ եթե շատ ցածր լինեն, միևնույնն է մարդ եթե ուզում ապրի Պորտուգալիայում, ինքը գնալու է Պորտուգալիա, հա։ Համեմատել է շատ դժվար է Հայաստանը ու Պորտուգալիան իրար հետ այնտեղ։ Կյանքի որակի հարց կա։ Մեր մոտ պորտուգալական գներ են ուղակի։ Միայն Պորտուգալիայից մեզ մոտ դա կա։ Հա, համաձայն եմ, որ մեր մոտ իրականում շատ ծառայությունների գները բավականին բարձր են, հատկապես ռեստորանային ոլորտում, հյուրանոցային ոլորտում։ Իսկ դա փուչիկա թե արդարացված։ Եթե ընդունենք, որ մարդիկ վաճառքներ իրականացնում են, հա, ասենք օրինակ, եթե ես վերջերս Վրաստան ենք այցելել, համեմատում եմ հայկական
հյուրանոցների հետ, այդ նույն ծառայությունների որակ ու գները, ասենք եթե այնտեղ պայմանական $100 համարժեք լարի էր վարձատրությունը, այդ նույն հյուրանոցային սերվիսի գինը Հայաստանում ես գովաշճան եմ ուղակի մտքումս համեմատում էի հայկական բան եւ նայենք $150-ից պակաս չկար։ Այսինքն թվում է Հայաստան, Վրաստան երկու հարակից երկրներ, ոնց էական տարբերություններ չպետք է լինեն, մեր կենսամակարդակը ամենայն մակարդակի վրա է գտնվում, մեկ շնչի հաշվով հնա եւ աշխատավարձեր, բան նույն մակարդակի վրա է համարետ է գտնվում, բայց օրինակ առանձին դեպքերում գները չարդարացված մեր մոտ կամ միգուցե արդարացած, եթե վաճառ կարող են անում, արդարացած է։ Դա էլ կարող է պայմանավորված է նրանով, որ հիմա այս ռուսների գալուց եւ պլյուս դրան նաեւ տնտեսության որոշակի ակտիվությունից մենք թանկացրեցին գները, ես չեմ հիշում ուղղակի թվեր չունեմ, հիմա 2022-ից առաջ մեր մոտ ոնց էին գները ռեստորանային ոլորտում, բայց փուչիկ ինչու հարցրեցի, որ կարող է այս ռուսական պատերազմը ավարտվելուց հետո ռեստորանները տեսնեն, որ էլ առաջվա այցելուները չունեն, հագուստի ոլորտը տեսնի այդ նույն էֆեկտը, մնացած ոլորտները, չգիտեմ, որոնք որ ուղիղ այս պատերազմի հետևանքով սկսեցին շատ գումար վաստակել։ Դա հիմնականում զգացվել է 22-23, մի քիչ ավելի քիչ 24, շատ ավելի քիչ 25 թվականներին, այդ ռուսական զբոսաշրջիկների, IT, աշխատողների այդ ազդեցությունը այդ թվականներին է զգացվել։ Գնալով այդ ազդեցությունը էականորեն փոքրանում է, ասենք նույն աշխատակիցները մենք խոսեցինք, հիշում եմ այդ ուսումնասիրություններ ենք արել 23 թվականի վերջի դրությամբ մոտավորապես 8000 Ռուսաստանի քաղաքացի կար, որ աշխատում էր Հայաստանի ՏՏ ոլորտում։ Դրանց քանակը հիմա էականորեն ավելի քիչ է, դրանց թիվը էականորեն ավելի քիչ է։ Հետաբար այդ ազդեցությունը նվազում է։ Ինձ մեկ-մեկ ավելի շատ հուզում է եւ զարմացնում է, որ մեր գործարարները իրենք լավ չեն կառավարում իրենց բիզնեսը։ Երբ որ չեն հաշվարկում, որ միգուցե իրենց ապրանքը կամ ծառայությունը այժմ մատուցեն, ավելի շատ հաճախորդ կունենան եւ վերջնական շահույթը, որ իրանք ունենալու են, այդ արդյունքում ավելի մեծ կլինի, քան թե այդ բարձր գների պայմաններում։ Մեր այդ առումով կառավարչական միտքը, բիզնեսի կառավարման միտքը հաճախ կաղում է։ Եվ մեր մոտ շատ առիթներ եմ ունեցել, ինչ որ գործարանների հարցնել, ասում եմ, ինչպես եք որոշում գինը։ Ասում եմ, դե մեր մրցակիցը, օրինակ, այսպես հյուրանոցն է կամ այսպես ռեստորանն է, իր մոտ սահմանված է, որ Ցեզար աղցանի գինը պայմանական 2500 է, մեր համարում ենք, որ դրանից ավելի լավն է, որտեղ մենք ավելի նոր ենք եւ այլն, դրա գինը ուրեմն 3000 դրամ է։ Ասենց մի քանի ինդիկատիվ ապրանքներ կան ռեստորանային ոլորտում, կարող լինի, չգիտեմ, Ցեզար ապրանք, Ցեզար սալաթը, ամերիկանոն, ես քանի որ սուրճ չեմ խմում, իմ համար այսպես ինդիկատոր ապրանք սուրճը չի հանդիսանում, բայց սուրճ խմողների մոտ միանշանակ այդ այսպես ցուցանիշը էֆեկտը շատ զգացվում է։ Այսինքն մոտավորապես մի քանի տարվա ընթացքում, եթե պատերազմը ավարտվի, մենք քո պատկերացմամբ ոնց կզգանք մեր վրա այդ էֆեկտը։ Հիմա այդ ազդեցությունը կլինի շատ, նախ իրականում պատերազմից հետո մի բան երևի պետքա ֆիքսել։ Այնպես չի, որ հաջորդ օրը Ռուսաստան արևմուտք տնտեսական կապերը մի օրվա մեջ վերականգնելու են, այդպես չի լինում։ Կարելի է մի օրում կտրել, այդ ամեն ինչը, բայց շատ դժվար է վերականգնել մի օրում։ Արդեն կան գործարար կապեր հաստատված, կապուհիներ, պայմանագրային հարաբերություններ եւ այլն, ինքը նույնիսկ եթե նվազի, որոշակի այսպես ասած հետ կմնա, ոնց ենք մեքենան, երբ որ արգելակում ենք, ինչ որ տարածք պետք է անցնի, նոր կանգնի, վերջնական դա լինելու է։ Ինձ ավելի շատ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների այդ ֆոնում ավելի շատ մտահոգում է վերջին զարգացումները, որը պայմանավորված է հենց հայկական ցակման ապրանքների արտահանման խոչընդոտներով։ Այս նախընտրական շրջանում վստահ եմ հետևում ես, բոլորս ենք հետևում։ Հայտարարությունները ուղղակի մարդիկ ասացին եւ այսպես ասած սկզբից դեմոն եղավ, դեմոս Պուտինի այդ հայտարարությունը ապրանքների ցանկով, չգիտեմ,
սեզոնային աշխատողների քանակով եւ այլն, թե ինչ կարող լինի ձեր տնտեսությունից, հետո քիչ-քիչ փորձեցին կիրառել։ Homo Deus podcast-ը ամբողջովին նկարահանվում եւ արտադրվում է Spin Ideas Agency-ում։ Այստեղ կարող եք ոչ միայն նկարահանել ձեր podcast-ները, այլ նաեւ կարող եք ձեռք բերել ծառայություններ ձեր ընկերության մարքեթինգի, բրենդինգի եւ այլ ուղղություններով։ Ծառայություններից օգտվելու համար գոյություն ունի ստանդարտ արժեք եւ հատուկ արժեք, որը տրամադրվում է Homo Deus պրոմոկոդը նշելով։ Եթե որոշել եք ձեր բիզնեսը բարձրացնել նոր մակարդակի, ապա զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Ես նայեցի, որ հաղորդման անունը Homo Deus է։ Մենք տնտեսագետներս մի հատ ուրիշ տերմին ենք շատ օգտագործում՝ Homo economicus։ Դա նշանակում է, որ մարդը ռացիոնալ է, տնտեսական մարդը ռացիոնալ է, իր որոշումներում ռացիոնալ է, իրականացնում, ոչ թե իրացիոնալ։ Հա, դες բան։ Հա, այսինքն տնտեսագիտությունը կա այնտեղ վարքագծային մի փոքր մաս, որը իրացիոնալ նաև գործողություններն Ապացուցել էին, որ իրացիոնալ է, չէ՞, նույնիսկ դրա համար Նոբելյան մրցանակ էին ստացել, կանեմանը եւ մնացածը բնականաբար իրանք աշխատել են այդ ուղղությամբ։ Մենք տնտեսական, այսպես ասած, տնտեսագիտության մեջ որպես գիտակարգ շատ ենք սիրում օգտագործել այլ հավասար պայմաններ, հա, ինչ որ մի բանը այլ հավասար պայմաններում այսպես կլինի։ Դրանք վերացարկում են, հա, աբստրակցիա է։ Նույնը որ մարդը ռացիոնալ է, դժվար է, իրացիոնալ վարքագիծը շատ տարբեր դրսևորումներ չէ կարա ունենա։ Իրացիոնալությունը ամեն մարդու մոտ տարբեր ձև դա կարա դրսևորվի։ Որպեսզի մարդկային այդ վարքագիծը մոդելավորվի, նաև այդ հաշվարկներում օգտագործվի, մենք ընդունում ենք, որ մարդը ռացիոնալ է։ Ու դա Homo economicus-ն է, այսպես ասած։ Հիմա եթե ընդունենք, որ Ռուսաստանը ռացիոնալ է իր գործողություններում, ամենայն հավանականությամբ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, միգուցե մինչև հուլիսի վերջ, մենք այս իրավիճակի դեեսկալացիա կտեսնենք։ Հիմա փորձում հիմնավորել, թե ինչու եմ այդպես կարծում։ 2020 թվականի հայտնի իրադարձությունից հետո, պատերազմից հետո 44 օրյա եւ նաեւ 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո, ըստ էության Ռուսաստանը կորցրեց իր ռազմաքաղաքական ազդեցության մի զգալի մասը Հայաստանի վրա։ Մենք այսօր մեր զենքերի մատակարարումը էականորեն դիվերսիֆիկացրել ենք, մինչև 95%-ը ներմուծում ենք երրորդ երկրներից, ոչ Ռուսաստանից։ Ըստ էության Արցախը որպես կռվան, հա, հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ Ռուսաստանի, այսպես ասած, ազդեցության գործոն նվազել է, հայ-թուրքական հարաբերությունները գնում են կարգավորման։ Միակ ճանապարհը, որ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա, դա տնտեսությունն է։ Եվ այդ կախվածությունը Հայաստանի տնտեսության Ռուսաստանից շատ մեծ է, ու խոսքը միայն արտահանման մասին չի։ Խոսքը նաև ներմուծման մասին է, խոսքը դրամական փոխանցումների մասին է, սեզոնային աշխատողների մասին է։ Ես հեսա խոսամ, եթե ժամանակ ունենք, մոտավորապես 200,000 անց ամեն տարի գնում է Ռուսաստան սեզոնային աշխատանքի համար։ Որ պատկերացնենք, Հայաստանում զբաղվածների թիվը մոտավորապես 1.3 միլիոն է։ 1.3 միլիոն Հայաստանում զբաղված ունենք, դա վարձու աշխատողները չեն, դա զբաղվածներն են, նաև գյուղատնտեսության ոլորտում մարդիկ, որոնք օֆիցիալ չեն գրանցված, մեր տնտեսությունում կան այդպիսի մարդիկ։ Այսինքն մոտավորապես 1.3 միլիոն Հայաստանում զբաղվածներ ունենք եւ ունենք 200,000 մարդ, որը բարբերաբար գնում է Ռուսաստան սեզոնային աշխատանքի։ Հիմա եթե Ռուսաստանը տնտեսական առումով խելավիտ մարվի, պետք է իր կռվանները, տնտեսական ազդեցությունը շարունակի։ Եվ սա նշանակում է, որ պետք է նույն մարդկանց չսահմանափակի, որ իրան գնան Ռուսաստան սեզոնային աշխատանքների, պետք է մեր ապրանքները գնի, պետք է մեզ գազ մատակարարի։ Միգուցե ոչ այն գնով, որ այսօր մատակարարվում է կամ ավելի բարձր գնով, բայց այդ մատակարարումը իմաստ չունի, ավելի պակաս, այսպես ասած, շահավետ դառնա, քան եթե օրինակ մենք փոխօրինենք պայմանական Թուրքմենստանից գազ ներկրելով, Իրանից գազ ներկրելով, Ադրբեջանից գազ ներկրելով, բայց նույն գնով չէ։ 177.5-ով կամ այդ 175-ով որ հաշվարկված է, բնականաբար չենք կարա եւ Ռուսաստանն էլ ըստեյության առաջիկա ես օրինակ որոշակի համոզմունք ունեմ, որ առաջիկայում ամեն դեպքում գազի գնը բարձրանա։ Որոշակի բարձրացում կլինի, ինչը հակասում է այն պայմանավորվածություններին, որ մենք ունեցել ենք 2013 թվականին։ Քանի տարով ենք պայմանավորվել։ Մինչև 2043 թվականը։ Մենք 2013 թվականի դեկտեմբերին երկու պայմանագիր ենք ստորագրել, համաձայնագիր, որոնք իրականում երևի թե մեր պատմության ամենացավալի համաձայնագրից մեկն է տնտեսական առումով։ Դրանցից մեկով մենք տվել ենք մեր գազային ենթակառուցվածքների ամբողջական
տնօրինումը եւ որպես սեփականություն Ռուսաստանին, տալով այնպիսի երաշխիքներ, որ մենք չենք կարող գազ ներմուծենք երրորդ երկրներից, այսինքն միայն ռուսական ենթակառուցվածքներով պետքա դա իրականացնենք, իսկ բնական Ռուսաստանը չի համաձայնի էսպային Գազպրոմ Արմենիան իրանցնա, որ նույնիսկ Հայաստան-Իրան գազամուղի հայկական կտորի սեփականատերը այսօր Գազպրոմ Արմենիան է։ Եվ այս պայմաններում մենք ուղղակի եթե չկարողանանք համաձայնության գալ այդ ենթակառուցվածքների տնօրինման մասով, դա շատ մեծ ռիսկեր է առաջացնում մեր տնտեսության համար, շատ մեծ։ Այդ երկարաժամկետ պայմանավորվածության պատճառով է, որ մեր համար այդքան գազ էժանա։ Պայմանավորվածության համաձայն ես իրականում կարծում եմ, որ դրան նախորդել է 2013 թվականի սեպտեմբերի իրադարձությունները, երբ բառացիորեն մեկ գիշերվա մեջ Սերժ Սարգսյանը դեպի այդ խոր եւ համապարփակ համաձայնագրին, առևտրային համաձայնագրին ԵՄ-ի հետ ոնց որ կնքելու փոխարեն մենք անցում կատարեցինք ԵԱՏՄ-ին, իսկ ԵԱՏՄ-ին, այսպես ասած, միանալու այդ որպես կոմպենսացիա նաև ես ենթադրում եմ եղել այդ համաձայնագիրը։ Այսինքն մեզ զերծ չէր տալիս ԵԱՏՄ միանալը, մեզ կոմպենսացրեցին գազով։ Հաշվարկները տարբեր ձև են իրականացվել։ Ես հիշում եմ 2013-15 թվականներին տարբեր հաշվարկներ կային։ ԵՄ թե ԵԱՏՄ։ Բնականաբար եթե մի տնտեսական միավորման ինտեգրացիա ալնում, դա հետագայում տնտեսական նաև կախվածություններ առաջացնում, սա բնական ճանապարհ է։ Նույնը եթե ԵՄ լիներ։ Եթե ԵՄ լիներ, բնականաբար ԵՄ-ում էին կախվածություն ունենալու, այլ բան որ մենք օրինակ 2013 թվականին էլ ԵՄ-ին անդամակցության պատրաստ չէինք։ Ոնց որ հիմա դեռևս պատրաստ չենք։ Ու եթե շատ անկես խոսանք, այնպես չի որ լոգիստիկ առումով, կառավարման առումով դա հեշտ է իրականացնել, հաշվի նկատի ունենալով որ ընդհանուր սահման չունենք։ Ոնց որ Իսպանիան նույնիսկ ընդհանուր սահման չունենք ԵԱՏՄ-ի հետ։ Ավելի թանկ էր լինելու, չէ՞, Դա խնդիրներ է առաջացնում։ Դժվար է ասել թանկ էր լինելու թե չէ։ Օրինակ կան երկրներ, որտեղ մենք տեսնում ենք ԵՄ-ին միանալուց հետո շատ ներդրումների շնորհիվ, տնտեսական զարգացման շնորհիվ, հետո ես չեմ կարծում, որ 2013 թվականին այդ որոշումը որ կայացվել է բացառապես տնտեսական նկատառումներով։ Հայտարարությունները շատ են, որ Արցախը պահելու գինը եղել է ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Այդ ժամանակ հարցը այդպես է դրվել եւ ղեկավարությունը այդպես է որոշել։ Կարծես թե ամենայն դեպս հրապարակային հայտարարությունները այդպես է, կոնտեքստից հասկացվում։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ ըստ էության այդ խոստումը չպահպանվեց 2020 թվականին, որովհետև իհարկե այդ ընթացքում շատ այլ բաներ էին փոխվել եւ Ադրբեջանի մասով եւ Ռուսաստանի մասով եւ մեր մասով։ Հետևաբար մենք լրիվ ուրիշ իրավիճակում ենք։ Էսպայն եթե օրինակ իմ դիրքորոշումը հարցնեն, ես կասեմ, որ մենք պետքա ռեալ գնանք տնտեսության դիվերսիֆիկացիային։ Բայց շատ լավ օրինակ կա, մենք բավականին դուրս մեր ներմուծման երևի միջև Shell-ի Հայաստան մտնելը, ես չգիտեմ նորմալ է, ասած բրենդների անուն տալ հաղորդման ընթացքում։ Okay, շատ լավ, գովաս չտա։ Կարող չասենք ամենալավն են, սիրում ենք իրենց։ Դժվար է տնտեսագետներից այդպիսի բառեր փոխել, Միջև Shell-ի երևի Հայաստան գալը մեր բենզինի դիզելի երևի 98%-ը, եթե կամ 95% եւ ավելը մենք բերում էինք, 95% եւ ավելը բերում ենք Ռուսաստանից։ Այս 2025 թվականին, որ ուկրաինական անօթաչուները ռմբակոծեցին Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները, Ռուսաստանի արևմուտքում էին, հանքերը Ուրալից աճ էին գտնվում, այսինքն որ մենք նայում ենք արևելյան հատվածում, վերամշակումը ձախ հատվածում էր գտնվում, նկատի ունեմ Սամարա եւ այլ այդ հատվածներում։ ԵԱՏՄ-ի միջև այդ ներմուծման վրա, նավթամթերքի ներմուծման վրա բավականին բարձր ներմուծման մաքսատուրքեր էին գործում։ Այսինքն Հայաստանը եթե բերեր նավթ օրինակ Ռումինիայից, Հունաստանից, բավական լուրջ տուրքեր պետք է վճարեր։ Այս իրադարձություններից հետո Ռուսաստանը ինչ ասաց, ես ձեզ չեմ կարող մատակարարեմ նավթամթերք, որտեղ մենք մեր ներքին պանջարկը նույնիսկ չենք կարողանում բավարարել։ Շատ դեպքերում Ադրբեջանից են իրանք էլ ներմուծում։ Ամեն մեկը ձեր գլխի ճարը տեսեք։ Ինչ արեցինք մենք։ Բնականաբար այդ ընթացքում եթե նայում ենք մաքսատուրքը հանվեց, ներմուծման մաքսատուրքը ԵԱՏՄ-ում նավթամթերքի նկատմամբ վերացվեց, մենք սկսեցինք ներմուծել Ռումինիայից, Հունաստանից, Եգիպտոսից,
գները որոշակիորեն բարձրացան, հետո այդտեղ առաջացավ Ադրբեջանից նավթամթերք բերելու հնարավորությունը, որը անհամեմատ ավելի էժան էր ու տրանսպորտային ծախսերի տեսանկյունից եւ այլն։ Ու այդ դեպքում նույնիսկ Հունաստանում, Ռումինիայում արտադրողները ստիպված եղան իրենց գները Հայաստանի համար նվազեցնեն, որ իրենց արտադրանքը մեր շուկայում մրցունակ լինի։ Ու դարձավ այնպես, որ մեզ ավելի ձեռնտու եղավ դիվերսիֆիկացիան։ Այո, դա ես պատմությունը նրա մասին էր, որ հնարավոր է դիվերսիֆիկացիա իրականացնել։ Եվ առնվազն այսօր մենք նավթամթերքի մասով նկատի ունեմ բենզին, դիզել, մեր կախվածությունը Ռուսաստանի շատ ավելի քիչ է, քան թե ունեցել ենք օրինակ 2024 թվականին։ Բայց դա ընդհանրապես այդ բոլոր հարցերից ընդհանրապես մեկն է։ Ես կասեի այդ բոլոր հարցերի, որ քննարկում դրա 5-ից 10%-ը, եթե ոչ ավելի քիչ։ Բայց գազի ազդեցությունը մեր երկրի վրա շատ ավելի մեծ է ու ոնց որ հարցը դրված է այսպես, կամ մենք գազը վերցնում ենք Ռուսաստանից, որովհետև այլ տարբերակներ չունենք, կամ Ադրբեջանից, որը մոտակա երկիրն է, որը կարա գազամուղ կառուցի այդ ընթացքում, ինչը իհարկե տարիների հարց է, դեռ քանի տարի կպահանջի, որ սարքի։ Չէ, իրականում եթե մենք տեխնիկապես ուզենանք Ադրբեջանից գազ ներմուծենք, դա հնարավոր է կազմակերպել մեկ շաբաթվա ընթացքում։ Վրաստանի տարածքով այսպես գործող գազամուղով, որը պատկանում է Գազպրոմին։ Ես նկատի ունեմ այսօրվա մեր գազաբաշխիչ ամբողջ ցանցը, այդ թվում նաև խոշոր մագիստրալ գազամուղերը պատկանում են Գազպրոմին։ Եթե ինչ որ մի պարագայում մենք այդ համաձայնությունը ձեռք չբերենք, այդ դա խնդիր է լինելու։ Բայց մի բան հարցնեմ, հիմա այս դեպքում, եթե մենք մեր Ռուսաստանից կախվածությունը փոխարինում ենք Ադրբեջանից կախվածությամբ, մեր Ռուսաստանից ու Վրաստանից կախվածությունը ապրանքների ներկրման, տնտեսության կարևոր ինչ-որ արտահանման հարցերով փոխարինում ենք մի կախվածությունը Ռուսաստան-Վրաստան, փոխարինում ենք Թուրքիա-Ադրբեջան կախվածությամբ։ Դա մի հատ շատ նրբություն կա, որ պետք է ասել։ Բնականաբար խոսքը չի գնում, եթե սպայն մենք մեր ներքին սպառման համար, ոչ այդ բարտերային եղանակով գազը, որ մենք բերում ենք Իրանից, արտադրում ենք էլեկտրակայանի եւ արտահանում ենք Իրան, մնացած ամբողջ գազը, երբ որ Հայաստանում օգտագործվում է, դա ռուսական է։ Ես ինքս որպես քաղաքացի, որպես տնտեսագետ համաձայն չեմ, որ այդ կախվածությունը այդ աշճան լինի Ադրբեջանից։ Մենք պետքա փորձենք դիվերսիֆիկացնենք։ Դա կարող լինի այսպայն գործող գազամուղով ինչ որ ծավալով գազ կարող է գա նույն օրինակ Ռուսաստանից։ Մենք ունեցել ենք այսպես ասած swap-ի հնարավորություն, որ ժամանակին իրականացվել է թուրքմենական գազի մասով։ Այսինքն մենք գնում էինք գազը Թուրքմենիայից, Թուրքմենիան մատակարարում է Ռուսաստանին եւ այդ ծավալով գազ Ռուսաստանը իրականում մատակարարում էր մեզ։ Մենք ֆորմալ վճարում էինք Թուրքմենիային, բայց մեզ մատակարարում էր Ռուսաստանը եւ իրանք իրար մեջ այդ փոխհաշվարկներ էին անում։ Հաստեղ մենք նույնը կարանք անենք օրինակ այդ մասով Իրանի հետ, եթե հնարավորություն ունենանք։ Իրան ինքը եւս կարա սեփական գազը արտահանի եւ այսօր գազամուղը որ կա, մեր ներքին պահանջարկի մոտորապես 80%-ը հնարավոր է բավարարի, եթե այդ գազամուղը վերազինում իրականացվի։ Այստեղ դիվերսիֆիկացիայի հարցում ինձ անհանգստացնում է մի բան. ինչի պիտի Ռուսաստանը համաձայնվի դիվերսիֆիկացիայի, եթե առանց այն էլ Հայաստանը փոքր երկիր լինելով մի ինչ եկամուտներ չի ապահովում Ռուսաստանին, մի բան էլ Կովկասի տարածքում իր ազդեցությունը նվազեցնելու պատճառով ակնհայտորեն փորձում են գնալ դիվերսիֆիկացիայի ու Ռուսաստան ասում է՝ «Մի րոպե, ես չեմ ուզում դուք դիվերսիֆիկացնեք, ես ուզում եմ դուք կախվածություն ունենաք, որ ձեզ էլ ծախեմ գազը այս գնով, եթե չեք ուզում, ընդհանրապես չեմ ծախի ու դուք կմրսեք ձմեռը»։ Դավիթ ջան, իրականում մենք մի քանի եզրակացություններ ենք անում, որ երևի թե մտածում ենք ամեն ինչ փոխվում է, հա։ Մենք երբեմն Ռուսաստանի մասին խոսում ենք այնպես, կարծես թե նա 2019 թվականի Ռուսաստանն է կամ առնվազն 2022 թվականի փետրվարի 19-ի Ռուսաստանը, հա։ Դա այն Ռուսաստանը չի։ Բայց օրինակ լրիվ հակառակ բաներ եմ լսել։ Լսել եմ, որ Ռուսաստանում առաջին անգամ հակաճգնաժամային պատերազմական իրավիճակի
էկոնոմիկա հնարեցին, երբ կարողացան երկրից արագ հեռացող բոլոր բրենդերին փոխարինել տեղական արտադրություններով, իհարկե ամբողջությամբ չեն փոխարինել, մասամբ են փոխարինել, բայց McDonald's-ի տեղը բացվեց իրենց վկուսնեի տոճկը, իրենց Starbucks-երի տեղը բացվեց ինչ-որ այլ սրճարաններ եւ էլի այդ գումարը մեքենա արտադրել, որը ABS չունի, ABS համակարգ չունի, ասենք Lada Vesta-ն նմանատիպ ինչ-որ բրենդներ տարօրինակ եւ այլն։ Իրականում ռուսական տնտեսությունը իր ամբողջ բանով հանդերձ ինքը ունի այսպայն բավական լուրջ խնդիրներ։ Ինքը այսպայն ռազմականացված տնտեսություն է, արտադրում է մեծականակ զենք, տնտեսական աճի այդ ձևով որոշակիորեն ապահովում են, բայց մեծագույն խնդիր կա նույն դեֆիցիտի հետ կապված, պետական դեֆիցիտի, պետական բյուջեի դեֆիցիտի հետ ավոր մեծ, ասենք այն պլանները, որ իրանք ունեն ամբողջ տարվա համար մի 4-5 ամսվա ընթացքում լինում է, այս Իրանի հետ կապված իրադարձությունները բնականաբար դրական անդրադարձան ռուսական եկամուտների հետ կապված։ Այն վերաբերմունքը, որ մենք ունենք Ռուսաստանի նկատմամբ, դա փոխվում է, եւ տնտեսական առումով եւ այն հզորությունը, որ մեր մտքում կար, դա փոխվում է։ Եվ հետեւաբար այս նոր աշխարհում մենք պետքա այլ ձև հարաբերություններ կառուցվի։ Այդ թվում Հայաստանում է տեղակայված օրինակ 102-րդ բազան։ Ասենք ես վերջերս նայում էի Եգիպտոսը ամեն տարի Ամերիկայից ստանում մոտավորապես 1.3 միլիարդ դոլար ռազմական օգնություն, որպեսզի թույլատրի օգտագործեն Սուեզի ջրանցքը եւ նաեւ իր օդային տարածքը թռիչքների համար, այդ թվում նաեւ Իսրայելին մատակարարումներ ապահովելու համար։ Շատ երկրներ կան, որ իրանք են հոգում օտարերկրյա ռազմաբազաների պահպանության ծախսերը իրանց երկրի տարածքում։ Մեր մոտ էլ այդպես, հա, այդ հոսանքի ջրի վարձի 50%-ը մենք ենք վճարում։ Բայց եթե մենք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորում ենք, այդ բազայի ներկայությունը մեզ պետք չի։ Այդ բազայի ներկայությունը լավագույն դեպքում պետք է Ռուսաստանին։ Իսկ տեղ ունենալու համար որոշակի վճար կարող է նաև սահմանվել։ Իհարկե սա շատ ուլտիմատումային եւ ամենակիչ ցանկալի, այսպես ասած, տարբերակը կլներ, որ այդ համաձայնությունը լիներ։ Ես առաջի անգամ եմ եթերում ասում, բայց օրինակ մենք պատերազմից հետո 2022 թվականին մոլիբդեն ենք արտանում, ֆերոմոլիբդեն ենք արտանում Ռուսաստան։ Եվ այդ ֆերոմոլիբդենի մի զգալի մասը ենթադրաբար օգտագործվում է ռազմական արտադրության մեջ, որովհետև մետաղին կարծրությունը հաղորդում մոլիբդենը այդ համաձուլվածների մեջ է ինքը օգտագործում, հրթիռաշինության մեջ է օգտագործում եւ այլն եւ այլն։ Հիմա ու Հայաստանը իդեպ մոլիբդենի համաշխարհային արտադրության մեջ, ես հիմա ցանիշ ասեմ, որ կարող շատ զարմանալի լինի քեզ։ 6-րդն ենք աշխատում։ Ես այդ Ռուսաստանը մեզնից ավելի հետ է, ու շատ ավելի հետ է, ասենք, չգիտեմ, առաջինը Չիլի, հա, ասենք Ամերիկա, ինչ-որ Մեքսիկա եւ ասենք 6-րդը Հայաստանում։ Չկա ուրիշ մշակված, չէ՞ մոլիբդենը, մենք ուղակի Հա, մենք ֆերոմոլիբդենն ենք ստանում, ինքը կիսամշակված վիճակում է այսպես հայտնվում։ Մաքուր մոլիբդեն որպես այդպեսին չեն էլ օգտագործում։ Մոլիբդենը համաձուլվածների տեսքով են օգտագործում։ Հիմա հնարավոր է այդ համաձուլվածներից ինչ-որ վերջնական արտադրանքներ ստանանք։ Ես ուզում եմ ասեմ, որ իրականում մենք պետք է եթե sense փորձենք գույքագրենք, մենք ինչ ունենք ակուդա վիդենիցիս, հա, կամ ով ձեզ մենք ունենք որոշակի բաներ, որ կարանք վաճառենք ռուսական կողմի վրա։ Ես նկատի ունեմ այդ նույն 102-րդ բազայի արկայությունը, ես նկատի ունեմ նույն այդ մեր մատակարարումները։ Մենք խոսում ենք այսօր վերարտանման մասին, հա, սկզբում խոսեցինք էլեկտրական սարքավորումների, բջջային հեռախոսների վերարտանման մասով։ Ինչ եթե Հայաստանով դա չի իրականացվի։ Ստիպված են անելու Ղրղստանով։ Ես Ղրղստանով տանել այդ ամեն ինչ անցկացնել մի հատ մեծագույն խնդիր է։ Վրաստանով չեն կարող։ Վրաստանի հետ կապված որոշակի սահմանափակումներ կան, որ վրացիները պահում են։ Օրինակ ուղևորա հոսքերը Գայթակղությունը շատ մեծ է, չեկերը շատ մեծ են, անհատներ են, խոսքը պետական մակարդակի որոշումների մասին։ Ինչու չեն հիմա անում։ Հետաքրքիր հարց է։ Որտեվ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Վրաստանը չէ։ Իսկ եթե իրանք բերեն Վրաստանով անցկացնեն, դա լրացուցիչ ծախսերի առաջանում, Ղրղստանը օրինակ նույնիսկ ԵԱՏՄ անդամ է, եւ այդ խնդիրը չի առաջանում։ Հարկային արտոնություններ կտան Վրաստանին։
Սենց ասեմ, Ոնց է հիմա իրանց մեզ տալիս քաղաքականապես Եվրոպան, տենց է։ իրանց քաղաքականապես ձեռ չի տա Վրաստանին ցույց տան, որ պայմանական բջջային հեռախոս բերելու համար, այդ դեպ ոնց որ թե հեռախոսները միակ բանն էին, որ չփորձեցին։ Կրկնօրինակել տեղական ինչ-որ արտադրություն անել։ Իրականում ռուսական տնտեսությունը, եթե ասեմ տվյալները շատ սահմանափակ են։ 22 թվականի պատերազմից հետո քիչ տվյալներ են հրապարակում եւ դες մենք պատկերացում ունենք դրա մասին այնքան ինչքանով ինքը տվյալները տալիս են։ Օրինակ նույն խնդիրը կար Չինաստանի տնտեսության մասով։ Տնտեսությունը փակ է, ոչ մի ձև ստուգել չկա, միջազգային կառույցները, ասենք նկատի ունեմ առողջի միջազգային կազմակերպությունը, համաշխարհային բանկային չեն իրականացնում, որակը չեն ստուգում, իրանք ինչ հրապարակում են, դրան հավատում ենք։ Ու նույն օրինակ չինական վիճակագրության հետ կապված շատ մասնագետներ կասկածի տակ են դնում։ Հիմա նույն եթե խոսանք ռուսական վիճակագրության հետ կապված, ես ինքս էլ բավականին վերապահումներ ունեմ, որ կամ շատ մեծ աճ են արձանագրել այդ ռազմական տեխնիկայի արտադրության մեջ, կամ ինչ-որ մի բան լավ չեն։ Բայց դա էլ պատերազմի ավարտից հետո անմիջապես կտրուկ իջնելու է ու դա շատ մեծ ճեղքված կառաջացնի։ Այո, հետո չմոռանանք, որ ռազմական տեխնիկան ինքը որպես այդպեսին, այսպես ասած, սպառվում է, հա, ասենք նույն եթե տանկը խփում են, տանկը ինքը կորցնում է իր այդ արժեքը, որը ստեղծվել էր բանում, այսինքն չեկող արժեք։ դա նույնն է ոնց որ սպառման ապրանք, հա, ասենք զարկում ենք պայմանական ջուր, խմում ենք, որևէ բան չկա, ինքը ասենք ուզում ասեմ հիմնական միջոց չէ, էլի, ինքը ֆորմալ հիմնական միջոց է համարվում, որովհետև նախատեսված է դրա նպատակների համար, բայց ասենք շարքից դուրս է գալի եւ խնդիր է առաջանում։ Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք մոտիվացիայի հետ խնդիրներ։ Եվ դա նորմալ է, քանի որ շատերս սխալ ենք պատկերացնում, թե ինչ է իրականում մոտիվացիան, եւ հենց այդ պատճառով էլ ես գրել եմ գրողի տարած մոտիվացիա գիրքը։ Գիրքը չի պատմում սովորական մանտրաներ այն մասին, թե պետք է բոլորը ձգտեն առաջ գնալ եւ հասնեն մեծ բարձունքների, որովհետեւ դա է կյանքի իմաստը։ Գիրքն այն մասին է, թե ինչպես ձևակերպել մոտիվացիան եւ դարձնել այն բանաձև ձեր կյանքում, որը կախված չի լինի ոգևորությունից, լավ տրամադրությունից կամ այլ կողմնակի հանգամանքներից։ Գրքում նկարագրված են գիտական փորձեր եւ ուսումնասիրություններ այն մասին, թե ինչպես է մարդկանց մոտ առաջանում մոտիվացիան, եւ այս գիրքը կարելի է համարել առաջին գիրքը, որը գրվել է հենց մոտիվացիայի մասին։ Եթե բնակվում եք արտասահմանում, գիրքը կարող եք ձեռք բերել անկյունում նշված QR կոդով անցնելով Bookinist-ի կայք։ Եթե դեռ վերջնականապես չեք կորցրել մոտիվացիան ու կարող եք տանից դուրս գալ ու գնալ գրախանութ, ապա գիրքը կարող եք ձեռք բերել Bookinist գրախանութների ցանցից եւ մնացած բոլոր այլ գրախանութներից։ Գիրքը ձեռք բերելով դուք նաև կաջակցեք այս ոդկասթին, որպեսզի այն լինի մշտական եւ որակյալ։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ իրականում մենք այլընտրանք ունենք։ Այլընտրանքը դա դիվերսիֆիկացիան է եւ խոսքը, որ ասում ենք դիվերսիֆիկացիա, բոլորս հասկանում ենք Եվրամիություն։ Իհարկե դա չի նշանակում Ռուսաստան կան Եվրամիություն։ Մենք կարանք քայլեր անենք Եվրամիություն գնալու հետ կապված։ Ես շատ ուրախացա վերջի հայտարարություններով, որ հայկական ծաղիկները հնարավորություն կունենան վաճառելու մեր արտադրողները Alsmayer-ի ծաղիկների բորսայում, հա, Flora Royal Holland-ում ես եղել եմ։ Շատ մեծ, ասենք 30 հեկտար տարածքով իր լոգիստիկ կենտրոնը, trading zone-ով, որտեղ բրոքերները, դիլերները վաճառքներ են իրականացնում։ Բայց այդտեղ մի քանի հարցեր կան, շատ հարցեր կան այդտեղ։ Ուղղակի մեր ամբողջ թողարկումը ստացվեց Ռուսաստանի ու Հայաստանի տնտեսության։ Խոսենք ուրիշ բանի մասին։ Ուղղակի այդտեղ մի շատ կարևոր պահ կա, որ իմ ընկերս զբաղվում է այդ բիզնեսով, ծաղիկի բիզնեսով, բավական շատ ջերմոցներ ունի եւ Հայաստանում այն խոշոր ծաղիկ արտադրողներից մեկն է։ Ու այնտեղ շատ մեծ խնդիրներ կա Հայաստանից լոգիստիկայի հարցում, որովհետեւ Հայաստանից ծաղիկը հասցնել Եվրոպա, դա եւ թանկ է եւ ժամանակին մենք օրինակ այդպիսի մի աշխատանք արել ենք։ Խոսքը գնում էր օդանավերի վարձույթով եւ ծաղիկներ տանելու համար։ Օրինակ որ Քենիայից վարդ են տանում Հոլանդիա, դա ինքնաթիռով են իրականացնում, որտեվ նավով հնարավոր չի, հա, տանել այդ ծաղիկը հնարավոր չի պահպանել։ Որ Էկվադորից վարդ են բերում ամբողջ Ատլանտյան օվկիանոսը, հա, անցնելով Հոլանդիա, էլ ինքնաթիռով են բերում, այսինքն մենք առնվազն գների մակարդակով ունենք նմանատիպ համադրելի գներ ձևավորելու հնարավորություն։
Այլ բանա, որ օրինակ որոշակի Ջերմուկի հարց ընդեղ ունենք, կոնյակի հարց ունենք, կոնյակի ընդեղ շատ հարցեր կոնյակի ունենք, հարցի դեպ Ալյուրի ներկրումը Հայաստան մեծ մասամբ Ռուսաստանից է իրականացվում, հացը թխվում է ռուսական ալյուրով մեծ մասամբ։ հնարավոր ալյուրը եւս հնարավոր է դիվերսիֆիկացնել, ես կնշեմ Ուկրաինա, որոշ այսպես ասած բացառություններով դա կարող է իրականացնել նաև ղազախական ծորենի մասով, ասական ծորենը նախկինում էլ հիմնականում ֆուրաժի համար է նախատեսված եղել, բայց իրանք ունեն նաև սեփական, այսպես ասած կերային, ոչ թե կերային, այլ ոչ թե անասնակերի համար, այլ ուղղակի բանում օգտագործելու համար ալյուրի արտադրություն հնարավոր է բերել։ Մի քիչ թանկ, մի քիչ էժան հնարավոր է այդ հարցերը լուծել։ Բանի մասով, կոնյակի կամ բրենդի արտահանման մասով, այդ է խոսում ենք, դա էլ մի քիչ երկար, մի քիչ կարճ գինին հնարավոր է մի քանի տարին, ինձ համար ամենահուզող հարցը է այս պահին։ Ինչքան կտե։ Գազն է։ Գազն է։ Եվ գազի դեպքում էլ ոչ թե որ չեն կարա այլ երկրներից բերենք, այլ որ պաշտպան ենթակառուցվածքները իրանցն է։ Դե մենք ունենք բյուրոկրատական մի հատ Չեն կարա, պայմանավորվածություն, որը չենք կարող։ նույնիսկ այնպես ասա, գրած է, եթե մեր սահմանադրությունը նույնիսկ փոխվի, մենք չենք կարա ազգայնացնենք այդ ենթակառուցվածքները, ասենք այդպիսի համաձայնագիր ես նախկինում էլ էի, եթե ինչ-որ մի հատ պայմանագիր ուզում ասեի հավասարակշռված չի միակողմանի ինչ-որ արտոնություններ տրված ինչ-որ մեկին, հա տենց ասում եմ, հայ-ռուսական գազի համաձայնագիրն է։ Գալիս են քո մյուս թեզին, որ դու ասում ես ռացիոնալ է տնտեսությունը։ Հիմա պարզվում է հիմա ռացիոնալ է, թե իռացիոնալ է։ Հիմա տվյալ որոշումը գուցե բխել է որոշակի պայմաններից կամ գուցե լրիվ իռացիոնալ է եղել, այսինքն ուղղակի մարդիկ ինչ որ սուբյեկտիվ շահերից ելնելով են գնացել նման գործարքի, չգիտակցելով դրա հեռանկարային հետևանքները։ Գուցե մարդիկ դրան գնացել են, որովհետև իրոք եղել են այդ պահին աննախադեպ կարևոր անհրաժեշտ ինչ որ բաներ, որոնք պետք էր ստանալ այդ պայմանագրի միջոցով, գնացել են դրան։ Մի խոսքով չգիտեմ։ Ես մի քանի տարի առաջ մի հատ հոդված է հրապարակել գազի գինը կապել է մեր սուվերենիտետի հետ, հա։ Ընտրության հարց է։ Եթե մեր գազի գինը $177 պատրաստենք, մենք ՄԱԿ-ում օրինակ քվեարկենք ինչ որ մի հատ բանաձևի օգտին, որին քվեարկում են Ռուսաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, մի քանի կղզի պետություն խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կամ եւ այլն, sense մեզ որտեղ ենք մենք պատկերացնում։ Այսինքն կարանք մենք արդյոք դեմ գնանք նրանց ումից ունենք կախում։ Ես ասում եմ, որ եթե մենք ուզում ենք պայմանական փորները զգուշ լինի, հա, եթե այսպես խոսենք, եւ միադյանով սահմանափակվենք, եկեք շատ լավ, այդ է տարբերակը։ Այն Հայաստանի վիժնը, որ օրինակ ես ունեմ, սա ենթադրում է, որ մենք պետքա ինտեգրվենք համաշխարհային արժեքթաներին, մենք պետքա լինենք դրանց մասը, մենք պետքա համարվենք քաղաքակիրթ աշխարհի մի մաս։ Իսկ սա ենթադրում է ինտեգրում։ Իսկ այն պայմաններում Ռուսաստանը հակառակ, այսպես ասած, քայլն է անում, ինքը չի փորձում է կառուցել, այսպես ասած, ռուսկի միր կոչված, հա, ռուսական աշխարհը, որը նաև Հայաստանն են պատկերացնում։ Եկեք նստենք իրենց վերաբերմունքը, ասենք, չգիտեմ, ես նայում եմ հայտարարություններ, սա որպես քաղաքացի եմ ասում, հա, արդեն ոչ որպես մասնագետ, որովհետև դա տնտեսագետի քննարկելու թեման չի։ Ակնհայտ միջամտություններ Հայաստանի ու վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ այդ կայսերական նկարտումները, որ կան, հա, նույն Կուդավիդյանից, հա, Բելարուսի նախագահի Բերյանով եւ արվածը, մենք պետքա ցույց տանք, որ մենք մեր դեր ունենք եւ բացի այդ մեր վիժնը մեր մասին, դա ես օրինակ անկեղծ ասած սիրում եմ ռուսական գրականություն։ Իմ խնդիրը ռուսական կայսերապաշտական մոտեցումներն են, ոչ թե Ռուսաստանը ռուս բնակչությունը, հա, ոչ թե ռուսները որպես ազգություն։ Եվ այս առումով օրինակ մենք ունեցել ենք այդպիսի շատ լուրջ կախումներ։ Եկեք հիշենք Պարսկաստանից կախումը։ 100-ամյակներ, եթե ոչ 1000-ամյակներ։ Չմոռանանք մենք ունեցել ենք նույնիսկ արքայական դինաստիաներ պարսկական ծագումով։ Գլոբալ մի քիչ բարձրից նայելով աշխարհը ոնց որ երկու բևեռի վերածված լինի։ Իրականում այդ բևեռները շատ են, երկու բևեռ չի։ Այդ արևմուտք ու Ռուսաստան արևելքը այդ չի։ Իրականում այս թևը, որ նայում ես արևել Չինաստան, Ռուսաստան,
Չինաստանը մի քիչ այլ է, բայց գլոբալ առումով կայսրական սկզբունքով իմպերիալիստական սկզբունքով է կառուցված երկիրը, այնպես չի որ տենց ազատ դեմոկրատական ընտրություններ են տեղի ունենում 3 տարին, 4 տարին մեկ, ոնց որ տեղի են ունենում այս թևում, արևմուտքում։ Ու այս արևմուտքը քանի որ բավական հզոր է եւ տնտեսական եւ բանկային եւ արժեքների համակարգերի մեջ ինտեգրվածությամբ եւ այդ շղթաները կառավարելու կարողություններով ու լծակներով այս կողմը քանի որ այդ շղթայի մեջ չի ընկել այս կողմը պաշտպանվելու մի տարբերակ ունի մոբիլիզացնել իր ուժերը կենտրոնացնել կառավարումը մի անձի ձեռքերում ես փորձում եմ տրամաբանություն գտնել որտեղ չեմ կարծում որ ուղակի զուտ իրացիոնալ ոչ էֆեկտիվ մի մեթոդ է գտել արևելքը իսկ արևմուտքը տենց բացահայտել է ամենաճիշտ ձևը հասարակություն կառուցելու։ Իսկ ո՞ւմ պետքա տանջատենք նախ այդ արևել կոչվածը։ Այսօր նույն Թրամփի իշխանություն գալով, եթե հետևում ենք, ես արդեն խոսում ենք, չգիտեմ, քաղաքականությունից, թե խոսում ենք տնտեսագիտությունից։ Մի հաղորդում կարելի է։ Պոլիտէկոնոմիկա, այդ լրիվ այդ քաղաքատնտեսություն դրա դաշտ անցանք։ Օրինակ Թրամփի իշխանություն գալով եւ ինչու այնպես ստացվեց, որ հիմա փորձում են Ռուսաստանին որոշ հարցերում սիրաշայել, հա։ Նույն ԱՄՆ-ն հանդիպեցին Ալյասկայում, Ռիադում, սկզբում հետո Ալյասկայում արդեն նախագահների մակարդակով եւ այլն, որովհետեւ մեծագույն խնդիրը պատերազմը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ է, այդ հակադրությունը։ Ռուսաստանը ունենալով մեծ ռեսուրսներ, այստեղ խնդիրն է, որ Ռուսաստանը չթուլանա այնքան, որ դառնա հումքային կցորդը Չինաստանի, ոչ լինի այնքան ուժեղ, որ սպառնա արևմուտքին։ Ըստ էության այսօրվա Ամերիկայի խաղը այդ միջակայքում է ինքը խաղում, հա, չթողել որ շատ թուլանա, որ դառնա կցորդ Չինաստանին եւ ոչ էլ այնքան ուժեղ լինի, որ սպառնա Եվրոպային կամ առհասարակ հավաքական արևմուտքին։ Հիմա եթե մենք փորձենք հասկանանք այս առումով Ամերիկայի քայլերը եւ նաեւ աշխարհում ինչա կատարում եւ մեր դիրքը հնարավորինս պետք է հավասարակշռված լինի։ Բայց մեր դիրքը ոչ ձեռնատու է շատ։ Բայց ըստ հարստեղ ենք ընկել։ Բայց ուղղակի այս պահին խնդիրը ինչու՞մն է։ Նույնիսկ մեր հավասարակշիռ քաղաքականությունը, որ այսօր վարվում է Ռուսաստանին, այլևս դու Վանո կարդում ես։ Վանո Սիրադեղյան կարդացել ես։ Որ մեկը Գյադաների ժամանակը։ Ոչ միայն Գյադաների ժամանակը։ Ինքը մի հատ բան ունի։ Ես գիրքը կփոխանցեմ։ Գիրքը կփոխանցեմ։ Շատ իր հրապարակախոսական եւ նաեւ գեղարվեստական գործերը շատ եմ հավանում։ Այնտեղ մի հատ բան ունի, որ ասում է տերը չի ճանաչում հարճի հավատարմությունը, հա, ասում է, որովհետեւ տերը չգիտի թե հարճի հավատարմությունը որն է, ոնց կարած չլներ, հա։ Ռուսաստանի ընկալմամբ մենք այդ նույն դերում ենք գտնվում, հա, ոնց կարա Հայաստանը հավատարիմ չլինել։ Այնք ոնց կարա, չգիտեմ, իմ ժամացույցը ինձ հավատարիմ չլիներ, հա, պայմանակ։ Իմ ժամացույցն է, հա, իմ ժամացույցն է, ոնց կարա ինքը։ Այս առումով է երևի թե որ պետքա մի քիչ մեր պատկերացումները մեր երկրի մասին մենք վերափոխենք, այլ պատկերացում ունենանք եւ իրականում 22 թվականից հետո, այդ պատերազմից հետո, ես կարծում եմ երկրների զգալի մասը խնդիր ունեն վերանայելու իրենց դիրքավորումը, իրենց տեղ աշխարհում Եվ այս ուղղությամբ մենք քայլեր ենք անում, որը եթե անկեղծ ասեմ, ինձ դրական եմ գնահատում։ Առնվազն TRIP-ի մասով, առնվազն Եվրոպայի հետ սրտամագործակցության մասով, նայում եմ Ղազախստանի հետ մենք, որ թվում է թե ԵԱՏՄ անդամ երկրներ ենք երկուսը, բայց մեր տնտեսական կապերը շատ թույլ էին։ Հիմա որ խոսակցությունա գնում երկաթուղին փոխանցելու Ղազախստանին կոնցեսիոն կառավարման, ես տենում եմ հայ ղազախական sense քաղաքական ռևերանսներ հաշնորհավորել առաջինը կամ երկրորդը եւ այլն հասկանում եմ որ այո մենք պետքա մեզ ամբողջ առումով դիվերսիֆիկացնենք այդ դիվերսիֆիկացումը չի նշանակում Ռուսաստանից գնացինք ԵՄ սա նշանակում է եւ ԵՄ եւ Ղազախստան եւ այլ միջինասիական հանրապետություններ մերձավոր արևելքի երկրներ դրանից դուրս Աֆրիկա պետք է ամենտեղ փորձել Ոյ, այս թեման երևի մի 3 ժամ էլ կարելի է քննարկել ու ցավոք սրտի այս փոփոխականներն ու բաները, գործոնները ինքան շատ են այս թեման, որ անվերջ է, որ անվերջ կարելի է երկար զրուցել, բայց մենք անցում կատարենք մի այլ թեմայի, որը ես նախատեսել էի քեզ հետ խոսել, Հայաստանում գոյություն ունի, եթե կարելի է այդպես ասել, որոշակի խորհրդատվական բիզնեսի շուկա, որին ես եւ դու անձամբ
ինչ-որ կերպ առնչվել ենք ու ծանոթ ենք։ Իմ խորին համոզմամբ մենք դեռ չենք զգում, բայց խորհրդատվական բիզնեսը մեռնում է։ Ինչս դու կարծում իր դասական ընկալմամբ է մեռնում, ընդհանրապես չի մեռնում, բնականաբար ադապտանալու են շատ բիզնեսներ այս նոր կանոններին, բայց շատերը չեն հասկացել, որ մեռնում են, խաղում են հին կանոններով, բայց մի քանի տարի հետո հայտնաբերելու են իրենց անպիտանությունը, իմ կարծիքով։ Ինչ ես դու մտածում։ Ես Հայաստանի խորհրդատվական շուկայի մասին մի հատ ռեմարկ անեմ ու նոր հարցին պատասխանեմ, հա։ Մեր մոտ խորհրդատվական շուկան երկու հատվածի կարելի է բաժանել։ Մեկը, երբ որ մեր հաճախորդներ տեղական կորպորատիվ, հա, այսպես ասած, կլինեն բանկեր, հեռուստացական ընկերություններ, առասարական մասնավոր ընկերությունները, եւ երկրորդը միջազգային կազմակերպություններն են կամ պետական հատվածի ստացվող, այսպես ասած, տենդերները, հա, որ իրականացվում են։ Առաջի հատվածի մասով, այո, իրավիճակը բավականին բարդացել է, հատկապես արհեստական բանականությանի գալու պայմաններում, եւ սա խորանալու է։ Ու սա Հայաստանին չի վերաբերում միայն, ամբողջ աշխարհին, հա, վերաբերում։ Մենք նայում ենք, թե ամենաշատ աշխատանքից ազատումները որ ոլորտում են AI-ի ներդրումով պայմանավորված, հետո նաև համաշխարհային, այսպես ասած, այդ big three, հա, consulting company-ների, McKinsey, BCG, Bain & Co, այդ ընկերությունների աշխատակիցների բավականին մեծ արտահոսքեր կան, որովհետև այդ մարդկանց ներկայությունը այլևս պետք չի դրանց մասին փոխարինել է արհեստական բանականություն։ Մյուս մասին հաճախորդներն էլ արդեն հիմա, հա, օրինակ, չգիտեմ, եթե իրենք ինչ-որ բան պետք փորձում են արդեն արհեստական բանականության միջոցով, հա, այդ ագենտների generative AI-ի, հա, ասենք մակարդակում կամ ավելի բան ինչ-որ ագենտներ սարքել, որ իրենց համար այդ գործերը կանեն, օրինակ մենք ինքներս օգտագործում ենք բնականաբար արհեստական բանականություն, ասենք միջազգային փորձի ուսումնասիրության մեջ, առանձին ոնց որ բաների մեջ, չգիտեմ, review անելու, լեզուն նման անելու, չգիտեմ, շարվածքը եւ այլն։ Բայց բնականաբար, եթե գլոբալ նայենք, շատ ոլորտներ են արհեստական բանականության ներդրումից դժելու եւ դրանցից է նաեւ խորհրդատվական ոլորտը։ Բայց նաեւ մի հատ լավ լուր ասեմ, ըստ իս խորհրդատվական ոլորտում այն միտք կոչվածը, որը ստանդարտը չի, հա, այդ գաղափարը որ կա, ինքը ստեղծագործական մոտեցում է, հա, ենթադրում, որը այդ պարագայում, այսինքն մնալու է այն վերևի սերուցքը։ Ամենաուժեղներն են մնալու։ Այն նկատի չունեմ ոչ թե ուժեղ, այլ ասենք, չգիտեմ, բիզնես գաղափար, որ դուք ունեք բիզնես գաղափար, դուք կարաք այդ ոլորտում կարող է այն աշխատանքը, որ իրականացվում էր 5 հոգանոց թիմով, հիմա իրականացվի 2 հոգանոց թիմով, որտեղ այն 3 հոգին, որը պետք է այդ իրանց ներգրավությունն են, դրանց կարիքը չլինի, հա, դա անենք արհեստական բանականության միջոցով, բայց այն 1-2 հոգին այդ 5 հոգանոց թիմից պետք է, որ այդ գաղափարը իրանք գեներացնեն, հա, այդ զարգացումները լինեն։ Հայաստանի խորհրդատվական ոլորտում մյուս խնդիրը, որ ընկերությունների դեպքում դեռևս այդ բարձր այդ ընկալումը չկա խորհրդատուների դերի։ Դες հիշում եմ, մենք ունեցել ենք օրինակ մեր ընկերությունը անում է feasibility study-ներ ինչ որ ոլորտում։ Դե feasibility study արդյունքը կամ կարող գանք ասենք, որ նպատակարար չի տեղ ներդրում անել, որովհետև նպատակարար չի, օրինակ հետգնման ժամկետը շատ երկար է կամ շահութաբերության շեմը շատ ցածր է, հա, ձեռք չի տալի որպեսզի աշխատել։ Օրինակ հաճախորդից եղել է առիթներ, որ ես լսել եմ, ասում եմ, բայց ես փող ենք տալի։ Փող ենք տվել, որ գաք ասեք չանեք։ Ասում եմ, դուք ինձ օրինակ մեզ տվել եք պայմանական $10,000, բայց դուք այդ $10,000 տալով խնայել եք $3 միլիոն, որովհետև դուք $3 միլիոն ներդրում եք անելու ու այդքան վնաս եք կրում։ Հիմա արժե ինչ որ մեկին տալ $10,000, որպեսզի չկորցնեք 3 միլիոն։ Ռիսկերի կառավարման մասնագետի գործը աշխարհի ամենաանշնորհակալ գործն է, որ դու աշխատում ես, երբեք այդ ռիսկերը կանխելու վրա ռիսկերը չեն լինում ու քեզ բոլորին թվում է որ դու գործ չես արել։ Իրականում որ գործ չանեիր, կլիներ որ ռիսկերը կաշխատեին։ Այս իրացիոնալ ենք այս առումով, էլի տեսնում ես իրացիոնալ ենք։ Հա, այդ մի հատ տենց բան ասում են ինֆլյացիայի հետ կապված, ասում է ցածր ինֆլյացիան այդ առողջության նման բան է, հա, ասում է, քանի դեռ ցածր է, ոչ մեկ դրա մասին չի մտածում։ Հենց որ արդեն բարձր է լինում, նոր արդեն մտածում ենք, որ ոնց եղավ, որ բարձր էլի եղավ։ Հիմա նույնը շատ ոլորտներում, բայց նաև ասեմ, որ այս սերնդափոխությունը որ լինում, օրինակ այն սերնդի գործարարները, որոնք իրանց եկամուտը
մենք տնտեսագետներս մի հատ բան ունենք, կապիտալի նախնական կուտակում, հա, 90-ականներին ովքեր արել են այդ կապիտալի նախնական կուտակումը, նույնիսկ մասնավորությունից առաջ, այն կոոպերատիվներից սկսած, այդ խորթային ժամանակաշրջանի վերջին շրջանում կոոպերատիվներ կային, մասնավորեցում են առաջի տարիներին, ովքեր հաջողել էին բենզին բերել, կոֆե բերել, շաքարավազ բերել եւ այլն, ասենց ինչ որ ապրանքներ, ու դրա հիման վրա այդ առևտրից ձևավորել են կապիտալ, որը հետո տարան մտցրեցին արտադրություն, այլ ոլորտներ։ Համաշխարհային տնտեսական պատմությունն էլ է, էլի, տենց ասում, չէ՞, մերկանտիլիստները, որ ժամանակին Հնդկաստանի հետ առևտուր անելով, հա, Հնդկաստանից Եվրոպա ապրանքներ էին բերում, բարձր գնով վաճառում, ստանում եկամուտ, հետո այդ եկամուտը ներդնում արդեն Եվրոպայում։ Նմանատիպ մի բան բնականաբար մեր մոտ է եղել, որ հիմա իրանց երեխաները են, իրենց հաջորդողները վստահաբար այլ մտածելակերպ ունեն, որտեղ այդ մարդիկ ստացել են շատերը արևմտյան երկրներում կրթություն, շատ տեսած են, ճամփորդում են, շատ բանի մասին լսում են, իրանք այլ ձև են մտածում։ Այլ բանա, որ մի հատ էլ այդ խնդրում կա succession planning-ի խնդիր, հա, այդ իրանց փոխարինողների պատրաստման խնդիր, որովհետև ձեռնարկությունը կամ այդ բիզնես իմպերիան կառուցված է 1-2 մարդկանց վրա։ Լավագույն դեպքում մարդկանց փոքր շրջանակի բարեկամներ վստահում են, բայց այդ ինստիտուցիոնալ մոտեցումները, որ բացակայում են, օրինակ խորհուրդներ չկան ձևավորված, այդ family business-ները, հա, այդ թեկուզ family business-ները, բայց իրանք ունեն board-եր, կառավարման խորհուրդներ, որոնք անում են։ Մենք դա շատ տեսնում ենք օրինակ Իտալիայում, հա, Իտալիայում ի տարբերություն եվրոպական այլ երկրների, այդ ընտանեկան բիզնեսների ավանդույթը բավականին լավ է դրված։ Բայց այդ ընտանեկան բիզնեսում նույնիսկ չի նշանակում, որ օրինակ որդին պետքա հաջորդի հորը, եթե այդ որդին արժանի չի։ Հա, հիմա շատ մեծ խնդիր կա այդ առումով, որ մարդիկ չգիտեն իրենց բիզնեսը ում փոխանցեն, որովհետև իրենց երեխեքը լրիվ ուրիշ պլաններ ունեն կյանքի հետ կապված, ու այդ կստացի խորհրդատվական բիզնեսների մոտ հիմա մի հատ տես նոր ծառայություն կա, որ գալիս են բիզնեսը գնահատելու ու վաճառելու ուրիշ քաղաքից, ուրիշ երկրից ինչ որ մեկին, որ բիզնեսը չկորի, պրոստը չփակվի։ Չէ, դա փոխարեն ես կարծում եմ օրինակ հետաքրքիր մենք ինքներս խորհրդատվական ընկերություն լինելով implementation-ի մեջ երբեք չենք մտնում, բայց implementation-ը որպես ուղղություն ինքը կարա հա կամ որակավորված կառավարիչներ ունենալը, նորեններ ունենալը ինքը առաջիկա տարիներին ավելի կրիտիկական ալնելու։ Եվ այն ընկերությունները, այն բիզնես, այսպես ասած, կարողություններ ունեցող մարդիկ, ովքեր կարողանան այս վերափոխումը անեն, այսինքն որ բիզնեսը կախված չլինի ինձնից, ես կոնկրետ մարդուց, ես մարդկանց հետ եմ հանդիպել, որ նույնիսկ ամենափոքր որոշումը այդ իրենց հետ կապված անպայման հիմնադրի հետ էին, էլի համաձայնացնում։ Ես ասում եի, ընկերներ, այս մարդը ֆիզիկապես ասենք չի կարա պայմանական 400 SMS-ի կամ WhatsApp-ի մեսեջի պատասխանի, հա, այն մեկ ուզում է ինչ որ բան առնեն, մյուսը ցույց տալի եսի ինչ պետքա լինեն ինչ որ սահմանաչափեր, որ այդ 400 մեսեջից այս մարդուն գնա հասնի 20-ը գոնե, հա 20 հարցի վերաբերյալ ինքը կարծիք արտահայտի, որտեղ այդ մարդու կյանքն էլ արդեն ինքը ունի եկամուտ, բայց ինքը նույնիսկ չի կարող գնա արձակուրդ, որովհետև եթե գնա ամբողջ բիզնեսը կանգնելու է, չի կարալու աշխատի։ Շատերը արդեն գիտակցում են դրա մասին, որովհետև նաև տարիքի հետ կապված, հա, իրանք այն տեմպով չեն կարողանում աշխատել ինչ երիտասարդ տարիներին, բացի այդ մարդիկ հասկանում են, որ եկել է ժամանակ, որ պետք է նաև վայելեն։ Հակառակ դեպքում աշխատում են ում համար, եթե իրանք չեն կարալու ինչ որ մի փուլում վայելեն։ Ես կարծում եմ առաջիկա տասնամյակը Հայաստանի համար այդ պրոֆեսիոնալ կառավարիչների ձևավորման տասնամյակ լինելու եւ ովքեր հաջողեցին նաև անհատներ եւ ընկերություններ իրանք բավականին շահելու են այդ ոլորտում եւ խորհրդատվական ոլորտը կարա ասենց որոշակի անցում կատարի կամ ասենց մի հատ ուրիշ սեգմենտ առաջանա, որը հենց այդ implementation-ի ոլորտը, որովհետեւ հիմա եթե պայմանական շինանյութի խանութի ցանցի սեփականատերը չի կարողանում իր աշխատակիցների ներգրավման process-ը, ուսուցման process-ը, կոմունիկացիոն process-ները ղեկավարի ինքը կանխիկի կառավարումը, քեշի կառավարումը, ասենք սկսած։ Հա, parz-ից սկսենք, չէ՞, ես վերևից վերցնում է մասնագետի ու այդ մասնագետն է օգնում հերթով այդ բոլոր կետերով անցնել, բայց այդ գիտելիքը այլևս բացառիկ չի։
Այդ գիտելիքը այլևս դեմոկրատիզացվել է։ Հա, լրիվ բաշխվել է, լրիվ արդեն տրված է արհեստական բանականությանը։ Ես այն տվել է հետազոտել առաջիկա 20 թե 10 տարիների ընթացքում խորհրդատվական բիզնեսի վերափոխման հավանական 3 սցենարներ։ Գիտես ինչ ասեց, ասում է լինելու են արհեստական բանականության LLM մոդելներ, որոնք լայվ ամեն բիզնեսի համար հետևելու են շուկային նորություններին եւ կանխատեսելու են ապագայում սպասվող այդ բիզնեսի համար ռիսկերը ու ֆիլտրելու են ամենակարևոր արժանինները առաջ բերելով տալու են ղեկավարին, այսինքն նույնիսկ տնօրենի ֆունկցիան է փոխվում, ասում եմ տնօրենը որպես ֆունկցիա անելու է հետեւյալը հետևելու լուրերին, որոշելով որին արձագանքի, որին չարձագանքի, որի դեպքում որոշում կայացնի, այսինքն նույնիսկ վարիանտներ է տալու ինքը իրան։ չի որոշելու որին արձագանքի թե չէ։ Արդեն AI-ը ֆիլտր անելու է, օրինակ, այս որտեվ այդ մարդն էլ, հա, սահմանափակ իրականում հասկացել ես, որ այս բանը ամենամեծագույն ռեսուրսը դառել է ժամանակը։ Հա։ Միշտ է եղել ժամանակը իրականում, բայց հիմա դրա կարևորությունը շատ ավելի շատ է եղել։ Օրինակ մենք օգտվում ենք սոցցանցերից, հա։ Ես ասում եմ իրականում մենք վճարում ենք, չգիտեմ, Facebook-ին, Instagram-ին, TikTok-ին մեր ժամանակով։ Ու ինքը կարողացել է մեր ժամանակը մոնետիզացնի ու մյուսներին, ովքեր, այսպես ասած, այդ մեր ժամանակից օգտվում են, այսպես վճար գանձի, հա, Հարարին իր գրքում շատ լավ է ձևակերպում, կարճ կոնկրետ ասում է, եթե քեզ որևէ բան անվճար են տալի, ուրեմն product-ը դու ես։ Հա, այդ հարարից առաջ ես հիշում եմ հրապարակումներ կան երևի 9-10 թվականներին Facebook-ի բանի հետ կապված, որ այդ նույնն էլի գաղափարով էր, մի քիչ այլ բառերով, որ այո Facebook-ում product-ը մարդիկ են, եթե ինչա վաճառում, մեր ժամանակը, մեր, չգիտեմ, ուշադրությունը, մեր ստեղծած կոնտենտը, մեր ամեն ինչը, հա։ Մեկ էլ գիտես ինչը կարա լինի, այս նոր բիզնես մոդելների առաջացումը։ Նույն ասենք սոցիալական ցանցերի, հա, գործող բիզնես մոդելները ժամանակին չենք ունեցել, կամ օրինակ այդ sharing economy կոչվածի, կամ նույն այդ պլատֆորմային բիզնեսները, որը կա, այո։ Իդեպ գործունեության տեսակների ձևերն էլ են փոխվել։ Ասենք պլատֆորմները դա արդեն նախանշաններ կան։ Նույնիսկ նկատի ունեմ միավորված ազգերի կազմակերպությունը, այս վերջին ազգային այդ հաշիվների ձեռնարկով հաշվի արդեն սկսել առնել այդ նույն sharing economy պլատֆորմային բիզնեսների առանձնահատկությունը։ Օրինակ հիմա պայմանական Amazon-ը ինչ համարենք, ՏՏ ընկերություն, նկատի ունեմ իրանց Amazon-ը առևտրային պլատֆորմ է, նկատի չունեմ AWS-ը, այն բանով, հա, թե համարենք ՏՏ product։ Ու հասկացել եմ, որ ոչ կարան ՏՏ համարեն, ասես direct, ոչ կարան retailer, հա, համարեն իրան։ Հետևաբար ասում եմ, սրան պետք է գործունեություն մեկ այլ տեսակ լինի, հա, որ նոր կատեգորիա այո, որ կարողանանք ճիշտ բնութագրել, որտեղ ոչ եթե սա է, ոչ նա է։ Ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին մենք նաև AI-ի վրա հիմնված ունենալու ենք բիզնես մոդելների, մի շարք բիզնես մոդելներ են առաջ գալու, դրանով պայմանավորված։ Թվում է ինֆրաստրուկտուրաներ միավորող ինչ-որ բաներ են առաջանալու, բիզնեսներ են առաջանալու, որոնք կապելու են իրար հետ փոխկապակցված բիզնեսների արժեշղթաները եւ միավորելու են ինչ-որ հարթակներ, որտեղ նոր ապրանքներ առաջանալու։ Ես մտածում եմ ավելի շատ լինելու է advanced IoT, հա, այդ AI manufacturing կոչվածը։ Այս տարի Գերմանիայում մասնակցում էի Հանովեր մեզ այդ խոշոր արդյունաբերական տոնավաճառին, ցուցահանդեսի ներողություն, տոնավաճառը չէ, ցուցահանդեսի, որտեղ ասենք Siemens-ը նույն AI-ով պայմանավորված լրիվ այլ ձև, ասենք 3D AI-ը կապել էին 3D printing-ի հետ, տեղում, չգիտեմ, քեզ տեսնելով անմիջապես քո լուքը կարողանում են ստանան ու արտադրել կոշիկ, օրինակ քեզ համար հարմար հենց քո կոշիկին, այս բանը ոնց ենք, չէ՞, մենք հակնում ենք ինչ-որ մոդելների կոշիկներ։ Բայց ինչ որ մի պայծ արդեն կոշիկը դառնալու է customized, սկսած այնքան customized, որ երկու իրար նման կոշիկ երևի թե չեն լինելու, հա, ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր podcast որակյալ ու երկարատև լինելու համար կարիք ունի ֆինանսավորման, քանի որ
Այն ինչ դուք տեսնում եք էկրանից այն կողմ, կատարվում է մեծ թիմի աշխատանքի արդյունքում։ Homo Deus-ին աջակցելու համար կարող եք անցնել նշված QR կոդով եւ դառնալ մեր ոդքասթի աջակիցը ու ստանալ մի շարք առավելություններ։ Մասնավորապես հնարավորություն եք ստանում դիտել օգտակար ու հետաքրքիր կոնտենտ, որը տեղ չի գտնում YouTube-ում եւ որոնք մենք տեղադրում ենք հատուկ մեր Patreon-ի բաժանորդների համար։ Եվ իհարկե այլ առավելություններ նույնպես, օրինակ հաջորդ հյուրին ընտրել կամ ունենալ հանդիպում մեր ոդքասթի հյուրերի հետ առանձին ավելի անմիջական մթնոլորտում։ Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, որոնք արդեն աջակցում են մեզ։ Այս պարագայում լիքը այլ մոդելներ են առաջանալու բիզնեսի վարման, որ մենք այս բանին կամ ամբողջական չենք պատկերացնում կամ շատ սահմանափակ մեր պատկերացումները դրա մասին։ Հետաքրքիր է կտեսնենք իմ կանխատեսումներն են ավելի մոտ, թե քոնը, թե երկուսինս էլ իրականացան։ Իսկ ո՞ւմ մեր կանխատեսումները նույն ուղղությամբ են գնում։ Մենք խորություններն ա, մի քիչ տարբեր կամ ուղղություններն ա, բայց ինձ համար գոնե միանշանակ է, որ մի 40 տարվա ընթացքում մենք երևի թե էլ սուպերմարկետ չեն գնալու գնում անելու։ Ես այդ երեք ընկերոջս հետ մտանք խանութ, ասում եմ, հեսա շուտով էս մանրածախ առևտուրը դառնալ է ուղղակի հարուստների ժամանց, ոչ մի ուրիշ բան։ Այսօր արդեն նախանշանները կա, մարդ գնալ առնել շոր փոխարեն, ուղղակի մտնում է, սաղ չափերով ամեն ինչ տալիս է, պատվիրում է 3 անգամ էժան, առաքում են մինչև իր Չէ, սառնարանը որոշելու է, ասենք, չգիտեմ, մենք սառնարանը արդեն որ AI-ով տենալա թե մենք ինչ ենք օրինակ, ինչ պրոմպտներ են գրում, օրինակ ուզում ենք նիհարենք, չենք ուզում բանանենք, այդ սառնարանը այդ ստանալով մեր account-ից, ասենք, չգիտեմ, կապած Spotify-ի սկզբունքով էլի, ոնց որ երաժշտությունը փոքրաշակին համապատասխան։ Ինքը անմիջապես սուպերմարկետին պատվերը տալու է, որ չգիտեմ, եկեք պայմանական ինչ որ գազավորված ըմպելիքներ չպատվիրենք կամ ինչ ինչ ուրիշ բան պատվիրենք, որը առողջ սննդի հետ է կապված։ Ու այս պահին ու էլի մեր հիմնական բանը գնում է նրան, որ ժամանակի մասին ենք մենք խոսում։ Մենք ունենալու ենք շատ արդեն ժամանակ։ Մեր պատմության նախորդ օրինակով որ վերցնենք, որ սկսեց այդ բանը ինդուստրիալիզացիան, հա, այդ առաջին ինդուստրիալ հեղափոխությունը որ սկսեց, այդ ժամանակ մեզ թվում էր, որ բանը, հեսա ժամանակ չենք ունենա եւ այլն, ինչ որ զբաղվածություն ունեին մարդիկ, բայց հետո երբ եկավ էլ ավելի երկրորդ տնտեսական հեղափոխությունը, երբ որ սկսեցին արդեն ինֆորմացիոն տեխնոլոգիաները ակտիվ ներխուժել մեր կյանք, մեզ թվաց, որ հիմա մեզ շատ ժամանակ կազատվի, որովհետեւ արդեն ռոբոտները շատ գործ են փոխարինում, բայց չի ազատվել։ Մենք երևի հիմա 5-րդ եւ 6-րդ արդյունաբերական ըստ Klaus Schwab-ի 4-րդ։ Klaus Schwab-ը հաշվի առնելով, որ միջև AI-ներ այդ բաները տալի ինքը, AI այսպեսի զարգացում միջև 22 թվականը, հիմա արդեն 5-րդի կամ 6-րդի հետ մենք գործ ունենք։ Ես ինչ էի ասում, օրինակ հիմա եթե խոսենք պայմանական 2005 թվականից ծնված ինչ որ մի հատ տղայի կամ աղջկա հետ ու փորձենք, ես հիշում եմ ընկերներից մեկը պատմում էր, ասում է երեխեքին ասում են, որ հեռուստացույցի գնում ենք ալիքները հեռուստացույցի վրայից ենք փոխում, ասում է երեխեքը չէին հավատում, որ հեռուստացույցի վրայից կարելի է ալիքները, ոնց որ ասենք մենք հիմա, չգիտեմ, դժվար ենք պատկերացնում, որ ամեն օր կարելի է գնալ որսի որպիսի կամ հավաքչության, հա, որսի միս բերես կամ հավաքչության, որպիսի բանջարեղեն միրգ բերես, առաջանալ ինչ որ մի քանի տասնյակ տարի հետո կամ 100 տարի հետո մարդիկ մեզ այդպես են վերաբերելու, ոնց դու գնում եք account-ից առևտուր անելու, ոնց որ մենք վերաբերում ենք, թե ոնց են գնում որսի, հա, ասենք, այդ ձև ալնելու վերաբերմունքը, մարդիկ ունենալու են շատ ժամանակ իրաց բանի, օրինակ, ինչ եղավ, եթե հիշում ես միջև է սոցիալական ցանցերի ժամանակահատվածը, օրինակ մենք շատ ենք կարդում, գոնե ես։ Հետո երբ որ այս սոցիալական ցանցերը առաջացան, ուզենք թե չուզենք, մեզնի շատ ժամանակ են խլում։ Հիմա այս սոցիալական ցանցերից հետո, չգիտեմ, կարող է առաջանալ մետավերս, մարդիկ լրիվ ուրիշ բաներում ապրեն։ Իդեպ մետավերսը որպես այդպեսին ֆեյլ է ավ, դա մի անգամ փորձեցին։ Սպայն ֆեյլ է, բայց ինձ թվում է այն ուղղությունը, որ իրանք գնում են, ինքը որոշակի հետաքրքրություն ունի, բայց հիմա ես կասեմ ու ինքս ինձ կհակասեմ, հիմա նկատել ես, որ կա մի հատ տենդենց, որ ամեն ինչ արդեն face to face են մարդիկ փորձում անել։ Այդ հայտնի էֆեկտ կար, հա, Zoom-ի էֆեկտ, միտինգի ժամանակ, հա, էկրանը ինչ որ մեկը երբ որ խոսում է, մենք ավելի հակված ենք իրան հակադարձելու, վեճի մեջ մտնելու, ենթագիտակցորեն, որովհետև օրինակ մենք չենք իրական կյանքում ինչ որ մեկը հնարավոր չի, հա, քեզ 30 սանտիմետր հեռավորության մոտենա քեզ, հա։ Ասում եմ, երբ որ մենք տեսնում ենք, սա ենթագիտակցորեն ոնց որ ուզում ենք հակադրվենք, հա, ինչ որ վեճի sense բան է առաջանում։
Ես ենթադրում եմ կամ հուսանք, հա, մեր կյանքի որակը ավելի է բարելավելու այս ամեն ինչի արդյունքում։ Ոնց որ երբ որ արդյունաբերական, հա, հեղափոխության ժամանակ, երբ որ ջուլհակագործները իրանք ձեռքով էին չի անում, հետո էլեկտրական շարժիչ ստեղծվեց, այդ ստեղծեցին հաստոցներ, որոնք այն գործը, որ ջուլհակագործներն էին անում, արդեն սկսեցին հաստոցներ անեն, այս ջուլհակագործները, որ ազատ ժամանակ ունեցան, սկսեցին այլ բանով զբաղվել։ Կյանքի որակը բարձրացավ։ Օրինակ մենք եթե տարիներ, ասենք մի 200-300 տարի առաջ կյանքի սպասող տևողությունը, ասենք 45, 50, 60 տարի էր, հիմա մենք խոսում ենք 75, 80, 85-ի մասին, հա։ Բայց այդտեղ մի հատ ուրիշ շատ կարևոր հարց կա, որը մենք զրուցեցինք Արամի հետ, Փախչանյանի հյուրերից, որ այստեղ հետևում եմ իր այդ parenting-ին վերաբերող։ Ես որ երեխա չունեմ, բայց հետևում եմ։ կուրենաս, որ ապագայում հարց է դեռ այդ ազատված ժամանակը մենք խելամիտ կօգտագործենք, թե չէ, որտեղ այստեղ շատ մեծ կարևոր հարց կա, արդյոք մեզ պետք է այդ ժամանակը ազատել, որովհետև մենք քննարկեցինք, որ զբաղված մարդը ավելի քիչ է դեպրեսիաների ենթարկվում, ավելի հետաքրքիր կյանք է ունենում, ավելի զբաղված, ոնց որ զբաղվածությունը կարևոր կյանքի մի հատ էլեմենտ է, եթե մենք ասես կտրուկ ազատեցինք այդ ժամանակը ու չգտանք փոխարինող բան, որ այդ ժամանակը ճիշտ բանով լցնենք, գուցեև մեծ քանակի մարդկանց դեպքում դա բերի ինչ-որ բացասական էֆեկտներ, ինչ-որ փոքր թվով մարդիկ կսկսեն կարդալ, ավելի շատ զրուցել, մտերմիկ բաներ ունենալ, բայց մեծ մասամբ կարող է Ինչու եմ ժպտում, հիշեցի, երբ որ բանակում ծառայում էի, մենք մի հատ սպա ունեինք, բավականին բարձրաստիճան, ասում էր ազատ զինվորը ամենավտանգավոր էակը։ Ինքը իհարկե այդպես չէր ասում, սլենգով էր ասում, շատ ավելի կոպիտ, ես եթերային թարգմանեցի այդ իր ասածը։ Հիմա նույնը այս դեպքում, հա, եթե մարդը շատ ժամանակ է ունենում, ինքը սկսում է մտածել ինչ որ բաների մասին, հա։ ու միշտ չի որ պիտանի բաներ։ Ու միշտ չի որ պիտանի բաների մասին, բայց ես համենայն դեպս մարդկության պատմությունը ցույց է տվել, որ դա ավելի շատ զարգացման ուղղությամբ է եղել, հա, այդ գնալը։ Ուղղակի մեր պատմության մեջ երբեք չի եղել, որ մենք այդ անպիտանության ու ոչինչ չանելով ունենանք ամեն ինչ։ Չէ, հիմա ասենք ոնց կարանք մենք պատկերացնենք պայմանական սրանից 100 տարի առաջ, երբ որ մարդիկ Հայաստանում համենայն դեպս գյուղերում ջուրը կրում էին, հա, հիմա այդ մարդու ժամանակը ազատվել է, Չէ, բայց նայ, առաջ այդ ժամանակ այդ մարդը ջուրը կրում էր, ինչ-որ գործողություն, ինչ-որ ջանք էր դնում։ Հիմա ավելի գնալով ավելի քիչ բան է պետք որ դու անես, որպեսզի փող ունենաս, որպեսզի տանդ հաց լինի, որպեսզի դու կուշ լինես, որ պարկես հեռախոս թերթես։ Մարդը հելում է չխ-չխ-չխ երկու հատ կոմպի վրա բանա սխվում, փողը աշխատեց այնքան որ իրան բավականա որ ինքը սնվի, վերջ կարա պարկի PlayStation խաղա հեռախոսով թերթի եւ այլն։ Այդ է հարցը, որ այն միավոր աշխատանքը որ մեզ պետք էր մինիմալ կարիքներ բավարարելու համար գնալով կրճատվում է։ Համաձայն եմ, բայց այդ դեպքում մեր մոտ հարց առաջանում որն է մարդկության իմաստը, չէ։ Կյանքի իմաստը որն է։ Օրինակ վայելելը, թե ինչ որ մի ուրիշ բան քեզնից հետո թողնելը։ Ինձ թվում է վայելելը չէ, այդ բացառում եմ։ Վայելելը մի քիչ շատ ձանձրալի կարա լինի։ Challenge-ներն է, մարտահրավերները։ Ես անհատապես համաձայն եմ, որպես մարդ այդ challenge ունենալու գաղափարին, բայց նաև այդ գայթակղությունը քեզնից հետո ինչ որ բան թողնելու, հա, ինչ որ մի բան ստեղծելու, ինքը մեծագույն ռիսկերի հետ է կապված։ Այդ նույն բանոն մի հատ խոսք ունի, ասում է, գիտես ինչն է աշխարհի հերնանիցում, իր հետևից բան թողնելու մարդու մեծամիտ ջանքը։ Հենց աշխարհը քո թողածի կարիքը չունի, հələ մի բանը լավ էլ դու վերցրա ու գնա։ Ու աշխարհը դրանից չի պակասի։ Հիմա եթե ավելի փիլիսոփայական շատ տարբեր թեմաներից հա սկսեցինք ու սենց շեղվեցինք Real politics-ից, էկոնոմիկայից, հետո անցանք բան։ Փիլիսոփայության ու կյանքի ոնց որ բանեությամբ ֆուտուրոլոգիա։ Ես ավելի շատ հակված եմ այն գաղափարին, որ ամեն դեպքում մարդկությունը ապրում է, որպեսի մարդը որպես հա, չգիտեմ, սննդային շղթայի վերևում կանգնած էակ, որպես աշխարհի հա կենտրոնում կանգնած մի հատ sense բան, ինքը կանգնած է որ վայելելու։
իր վերջնական նպատակը, որ ինքը ավելի շատ վայելի մարդկությունը, եթե sense նայենք, ես ավելի շատ այդ հեդոնիստական մոտեցմանն եմ ոնց որ բանանում ապրում ես ուտում ես ապրելու համար, թե ապրում ես ուտելու համար։ Մենք բնականաբար պետք է այնպես լինի, որ այդ ամեն ինչը աշխատում ենք, բան չէ, որ վայելենք, չենք աշխատում ուղղակի աշխատելու համար, հիմա եթե այսպես բան անենք, ես ավելի շատ հակված եմ այդ տարբերակին։ Շատ լավ, տեսնենք ժամանակը ինչ ցույց կտա մեզ։ Շնորհակալություն Հայկաց ջան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Դավիթ ջան, շուտվանից այսքան չէի խոսացել։ Ես էլ շուտվանից sense երկար թողարկում չէի ունեցել։ Տղերք արդեն այնտեղ քնել են։ Всё, գնացինք, մերսի շատ։ Ոյ։ Բայց այսքան երկար նայում ենք։ Հա, իրականում ոդկասթը հենց ֆորմատը ենթադրում է, որ մարդիկ սպասում են, որ երկար։